Անթերի առանձնատունը թաքցնում է սեփական փխրունությանը գերված մի կնոջ ցավոտ լռությունը։ Երբ որդին մեկնում է, նոր կինը բացահայտում է իր մութ կողմը, խնամքը վերածելով դաժանության։ Բայց անսպասելի վերադարձը կփոխի ամեն ինչ, ճշմարտությունը ջրի երես դուրս կգա, որպես չափազանց երկար զսպված մի ճիչ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Առավոտյան արը ներս էր լցվում Երանի ամենաէլիտար թաղամասերից մեկում, կենտրոնում գտնվող առանձնատան լայն պատուհաններից, լուսավորելով այն տարածքի յուրաքանչյուր անկյունը, որը կարծես դուրս էր եկել դիզայնի ամսագրի էջերից։ Անթերի սպիտակ պատերը հակադրվում էին մանրակրկիտ խնամված այգիների վառ կանաչին, որտեղ կարմիր վարդերն ու հասմիկները օդը բուրում էին նուրբ ու գրավիչ բույրով։ Այնտեղ ամեն ինչ շնչում էր շքեղությամբ, հարմարավետությամբ, կատարյալ կյանքի տպավորությամբ, որը կարող էր խաբել յուրաքանչյուրին, ով կանցներ այդ կալվածքի վեհաշուկ դարպասներով։ Բայց կատարելությունը, ինչպես հաճախ է պատահում, ընդամենը մակերեսային էր։ Մետաքսև արագույրների ներմուծված կահույքի հետում կային պատմություններ, որոնք չէին տեղավորվում ոչ մի լուսանկարում։ Կային ցավեր, որոնք հնարավոր չէր զարդարել, մեղքի զգացումներ, որոնք հնարավոր չէր գնել, գաղտնիքներ, որոնք համբերատար սպասում էին ճիշտ պահի, ջրի երես դուրս գալու համար։ Անահիտը նստած էր իր հաշմանդամի սայլակին, հետի պատշգամբում, դիտում էր թռչուններին, որոնք ամեն առավոտ այցելում էին այգի։ 72 տարեկանում նա դեռ պահպանում էր այն բնական նրբագեղությունը, որն ուղեկցում էր նրան երիտասարդությունից ի վեր։ Նրա ճերմակած մազերը հավաքված էին ցածր կոկոնի մեջ, իսկ շագանակագույն աչքերը, չնայած իրենց կրած հոգնածությանը, դեռ փայլում էին յուրահատուկ լույսով, երբ ինչ-որ բան նրան հաճելի էր։ Նա հագել էր բեժ գույնի կտավե հագուստ, պարզ, բայց նրբաճաշակ, ընտրված այն մարդու խնամքով, ով միշտ կարորել է արտաքին տեսքը, նույնիսկ ամենադժվար օրերին։ Դժբախտ պատահարը, որը նրան գցել էր այդ վիճակի մեջ, տեղի էր ունեցել 3 տարի առաջ, մի սովորական օրվա երկրորդ կեսին, որը դարձել էր նրա գոյության ջրբաժանը։ Սանդուղքներից սովորական ընկնելը, մի սխալ շարժում, ամեն ինչ փոխվել էր։ Ոտքերը, որոնք նրան տարել էին այնքան շատ ճանապարհներով, այլս նախկինի պես չէին ենթարկվում։ Գալ գնալու ազատությունը դարձել էր անցյալի արտոնություն, փոխարինվելով մի կախվածությամբ, որը նա երբեք չէր պատկերացրել, որ կհանդիպի։ Արմենը, նրա միակ որդին, այդ օրը կրում էր որպես քար իր սրտում։ Նա գործուղման էր, երբ պատահարը տեղի ունեցավ, կարոր պայմանագիր էր կնքում մեկ այլ մարզում, երբ ստացավ զանգը, որը փոխեց ամեն ինչ։ Այդ վճռորոշ պահին ներկա չլինելու մեղքի զգացումը երբեք չէր լքել նրան։ Այդ օրվանից նա փորձում էր փոխհատուցել իր բացակայությունը բոլոր հնարավոր ձերով, անձնական բժիշկներ, անվանի ֆիզիոթերապևտներ, վերջին սերնդի սարքավորումներ, տան ամբողջական վերանորոգում, այն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Բայց այս ամենը չէր թեթացնում այն բեռը, որը նա զգում էր սրտում ամեն անգամ, երբ նայում էր մորը։ Նրանց հարաբերությունները միշտ շատ մտերիմ էին եղել։ Անահիտը Արմենին մեծացրել էր միայնակ, հորից բաժանվելուց հետո, երբ տղան ընդամենը 8 տարեկան էր։ Նա քրտնաջան աշխատել էր, զոհողություններ արել, որոնք Արմենը հասկացավ միայն մեծանալուց հետո, դաստիարակել էր նրան սիրով, խստությամբ, արժեքներով, որոնք նա կրում էր մինչ օրս։ Այժմ, 45 տարեկանում, Արմենը հաջողակ գործարար էր, էլեկտրոնային սարքավորումների խանութների ցանցի սեփականատեր, որը տարածվում էր մի քանի մարզերում։ Նա զրոյից կայսրություն էր կառուցել, առաջնորդվելով այն վճռականությամբ, որը մայրը սովորեցրել էր իրեն, նրան այն հարմարավետ կյանքը տալու ցանկությամբ, որին նա արժանի էր։ Բայց մասնագիտական հաջողությունն իր գինն ուներ։ Անընդհատ գործուղումներ, անվերջ հանդիպումներ, պարտավորություններ, որոնք հնարավոր չէր հետաձգել։ Արմենը շաբաթներով տնից բացակայում էր, գործեր կառավարելով Երանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում։ Եվ չնայած նա երաշխավորում էր, որ մայրն ուներ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր նյութական առումով, նա գիտեր, որ իր ներկայությունն անփոխարինելի է։ Նունեն պատշգամբ մտավ, ձեռքին Անահիտի նախաճաշով սկուտեղը։ Նա 53 տարեկան կին էր, մայրական կեցվածքով ժպիտով, որը հանգստացնում էր ցանկացած միջավայր։ Լոռու մարզի մի փոքրիկ քաղաքից եկած Նունեն ընտանիքի հետ աշխատում էր գրեթե 10 տարի, դժբախտ պատահարից շատ առաջ։ Նա սկսել էր որպես տնային աշխատող, բայց ժամանակի ընթացքում դարձել էր շատ ավելին։ Նա Անահիտի համար գաղտնիքների պահապան էր, ընկերակից, երբեմն գրեթե քույր։ Բարի լույս, տիկին Անահիտ, ասաց Նունեն, սկուտեղը դնելով սայլակի կողքի սեղանի կին։ Այսօր ձեր սիրած մրգերն եմ բերել։
Ծիրանը շուկայում հրաշալի տեսք ուներ։ Անահիտը ժպտաց անկեղծ երախտագիտությամբ. «Շնորհակալ եմ, Նունե։ Դու միշտ գիտես, թե ինչպես ուրախացնել իմ օրը»։ Երկու կանայք զրուցում էին, մինչ Անահիտը նախաճաշում էր, խոսելով սովորական բաներից, եղանակից, թաղամասի նորություններից, որոնք Նունեն բերում էր շուկայից։ Դա պարզ առօրյա էր, բայց որոշակի հարմարավետություն էր բերում միշտ նույն կերպ ընթացող օրերի միապաղաղության մեջ։ Տիկին Անահիտ, սկսեց Նունեն որոշակի վարանմամբ, պարոն Արմենը առավոտյան զանգել էր։ Ասաց, որ այսօր երեկոյան կժամանի կարևոր նորություն ունի հայտնելու։ Անահիտը հետաքրքրությամբ բարձրացրեց հոնքերը։ Նորություն։ Չասաց, ինչ։ Նունեն գլխով բացասական շարժում արեց։ Միայն ասաց, որ ուզում է անձամբ պատմել։ Բայց նրա ձայնի տոնից դատելով, լավ բան էր թվում։ Օրը դանդաղ անցավ, ինչպես սովորաբար էր անցնում։ Անահիտն իր ֆիզիոթերապիայի սեանսներն արեց մասնագետի հետ, ով շաբաթական 3 անգամ էր գալիս, կարդաց մի քանի էջ այն վեպից, որը գիշերանոթի վրա էր, դիտեց երեկոյան լուրերը։ Բայց նրա միտքն անհանգիստ էր, հետաքրքրված, թե ինչ նորություն կբերի Արմենը։ Երբ ժամացույցը ցույց տվեց երեկոյան 7-ը, ավտոտնակում մեքենայի ձայնը ազդարարեց նրա ժամանումը։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել, ինչպես միշտ էր լինում, երբ որդին տուն էր վերադառնում։ Արմենը մտավ մուտքի դռնով այն լայն ժպիտով, որը լուսավորում էր նրա դեմքը, բայց այս անգամ նրա աչքերում ինչ-որ տարբեր բան կար։ Հատուկ փայլ, մի ոգորություն, որը Անահիտը վաղուց չէր տեսել։ «Մամ», ասաց նա, արագ անցնելով հյուրասենյակը, նրան գրկելու համար։ «Ինչքան եմ կարոտել»։ Անահիտը պատասխանեց գրկախառնությանը, զգալով որդու ծանոթ բույրը, թանկարժեք օծանելիքի սուրճի այն խառնուրդը, որը միշտ ուղեկցում էր նրան։ «Որդիս, ինչ լավ է քեզ տեսնել»։ Նունեն ասաց, որ նորություններ ունես։ Արմենը մի աթոռ քաշեց նստեց նրա դիմաց, նրբորեն բռնելով նրա ձեռքերը։ Նրա աչքերը պարում էին անհամբերությունից։ «Այո, մամ։ Մի նորություն, որը կփոխի մեր կյանքը։ Ես մեկին եմ հանդիպել»։ Անահիտը թարթեց աչքերը, մշակելով տեղեկությունը։ «Մեկին»։ «Մի հրաշալի կնոջ, մամ։ Նրա անունը Լիլիթ է։ Մենք ծանոթացել ենք 6 ամիս։ Կարորեն»։ Անահիտը դա հիասքանչ համարեց, հարսի բնավորությանս մեկ ապացույց։ Հարսանիքին նախորդող շաբաթները նախապատրաստությունների ուրախության շաբաթներ էին։ Լիլիթն սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, օգնելով Անահիտին մանր-մունր գործերում, զրուցելով ապագայի ծրագրերի մասին, թե որքան լավ կլինի միասնական ընտանիք ունենալը։ Նա խոսում էր մի օր երեխաներ ունենալու ցանկության մասին, թե որքան հրաշալի կլինի Անահիտի համար թոռներ ունենալը, որոնք տունը կլցնեն կյանքով ուրախությամբ։ Անահիտն իրեն բռնում էր արթուն երազելիս։ Տարիների հարաբերական մենությունից հետո միայն Արմենին Նունեին որպես ընտանիք ունենալուց հետո դուստր ունենալու, թոռներ ունենալու, տունը նորից սիրով լցված տեսնելու հեռանկարը մխիթարական հուզիչ էր։ Նունեն, սակայն, զուսպ վերապահում էր պահպանում։ Ոչ թե նա չէր սիրում Լիլիթին, աղջիկը քաղաքավարի բարի էր նրա հետ, բայց ինչ-որ բան նրան անհանգստացնում էր։ Գուցե դա պարզապես բնական խանդ էր, տեսնելով, թե ինչպես է մեկ այլ կին տեղ զբաղեցնում Անահիտի Արմենի կյանքում, գուցե դա ինտուիցիա էր։ Նա չէր կարող ասել։ Բայց նա աչքերը բաց էր պահում, դիտում էր, ուշադրություն դարձնում մանր մանրամասներին, որոնք ոչ ոք կարծես թե չէր նկատում։ Հարսանիքի օրը եկավ արոտ տաք, բնորոշ երանյան ամռանը։ Այգին զարդարված էր սպիտակ ծաղիկներով, նուրբ կոմպոզիցիաներով, հասմիկներով ծածկված տաղավարի տակ փոքրիկ խորան էր տեղադրված, իսկ սպիտակ աթոռները դասավորված էին կիսաշրջանով։ Անահիտն առաջին շարքում էր, հագած բաց կապույտ մետաքսե հագուստ, որը Լիլիթն անձամբ էր ընտրել նրա համար։ Նունեն ամբողջ օրն օգնել էր նախապատրաստական աշխատանքներին, համոզվելով, որ ամեն ինչ կատարյալ է։ Երբ երաժշտությունը սկսվեց, Լիլիթը հայտնվեց այգու խորքում, հավաքական հառաչանք լսվեց։ Նա ցնցող տեսք ուներ պարզ, բայց էլեգանտ սպիտակ զգեստով, բնական ծաղիկներից պսակով արձակված մազերով, ձեռքին սպիտակ վարդերից փունջ։ Նա միայնակ քայլում էր միջանցքով, ընտանիք չուներ, որ ուղեկցեր նրան, երբ հասավ խորանին, աստիճանները բարձրանալուց առաջ, նա շեղվեց դեպի Անահիտը։ Բոլոր հյուրերի առաջ Լիլիթը ծնկի իջավ սայլակի կողքին, բռնեց Անահիտի ձեռքերը։ «Տիկին Անահիտ», ասաց նա, նրա ձայնը դողում էր հուզմունքից, «ես ուզում էի խնդրել ձեր օրհնությունը»։
Դուք այն տղամարդու մայրն եք, ում ես սիրում եմ, ես կցանկանայի ունենալ ձեր հավանությունը նրա հետ ամուսնանալուց առաջ։ Անահիտը բացահայտ լաց էր լինում։ Դու ունես իմ օրհնությունը, դուստրս։ Եվ իմ սերը։ Շատ երջանիկ լինես։ Լիլիթը համբուրեց Անահիտի ճակատը, կարճ գրկեց նրան, հետո քայլեց դեպի խորանը, որտեղ Արմենը նրան սպասում էր արցունքոտ աչքերով։ Արարողությունը գեղեցիկ էր, հուզիչ, երբ քահանան նրանց հայտարարեց ամուսիններ, Անահիտը զգաց, որ նրանց բոլորի համար նոր փուլ է սկսվում։ Միասնության, ընտանիքի, սիրո փուլ։ Հաջորդած խնջույքը ուրախ անկաշկանդ էր։ Երաժշտություն կար, հատուկ այդ առիթով վարձված ընկերության պատրաստած համեղ ուտեստներ, ծիծաղ աշխույժ զրույցներ։ Լիլիթը ամբողջ ընթացքում Անահիտից չհեռացավ, համոզվելով, որ նա հարմարավետ է, որ ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, նրան ներկայացնելով իր հրավիրած սակավաթիվ ընկերներին։ Երբ գիշերն իջավ, հյուրերը սկսեցին հեռանալ, Արմենն ու Լիլիթը բարձրացան իրենց սենյակ, որն այժմ իրենցը կլիներ, Արմենի հին սենյակը, որը վերանորոգվել վերակահավորվել էր։ Նունեն օգնեց Անահիտին պատրաստվել քնելու, նրան տանելով իր սենյակ առաջին հարկում, օգնելով նրան գիշերային ռեժիմի հարցում։ Երջանիկ եք, տիկին Անահիտ, հարցրեց Նունեն, սանրելով տիրուհու մազերը։ Անահիտը ժպտաց, նայելով իր արտացոլանքին հայելու մեջ։ Այո, Նունե։ Շատ երջանիկ։ Վերջապես մենք նորից լիարժեք ընտանիք ունենք։ Նունեն գլխով արեց, բայց հայելու մեջ նրա հայացքը մատնում էր մի անհանգստություն, որը նա չէր կարող անվանել։ Թող Աստված օրհնի մեզ բոլորիս, մրմնջաց նա։ Այդ գիշեր Անահիտը խորը քնեց, երազելով խոստումներով լի ապագայի մասին։ Նա չէր կարող իմանալ, որ դրանք խաղաղության վերջին պահերն էին, որոնք նա կունենար երկար ժամանակ։ Չէր կարող պատկերացնել, որ այն կինը, ում նա հենց նոր որպես դուստր էր ընդունել, մութ գաղտնիքներ էր պահում այդ կատարյալ ժպիտի հետում։ Չէր կարող կանխատեսել, որ իր կյանքը պատրաստվում էր փոխվել այնպիսի ձերով, որոնք նա երբեք չէր կարող պատկերացնել։ Հարսանիքից հետո առաջին ամիսն անցավ ակնհայտ ներդաշնակության մեջ։ Լիլիթը բնականորեն ստանձնեց տան տիրուհու դերը, կազմակերպելով առօրյան, վերահսկելով աշխատողներին, հոգ տանելով այն մանրամասների մասին, որոնք նախկինում Նունեի պարտականությունն էին։ Նա արդյունավետ էր, ուշադիր թվում էր, թե անկեղծորեն երջանիկ է իր նոր դերում։ Արմենի հետ նա կատարյալ կին էր։ Ուշադիր, հոգատար, միշտ պատրաստ աջակցելու նրան իր մասնագիտական որոշումներում։ Նա ավելի հանգիստ էր թվում, ավելի ներկա, իր մտահոգությունները նրա հետ կիսելով այնպես, ինչպես երբեք ոչ ոքի հետ չէր արել։ Անահիտի հետ Լիլիթը պահպանում էր այն սկզբնական քաղցրությունը։ Ժամերով զրուցում էր նրա հետ, օգնում նրան ֆիզիոթերապիայի վարժություններում, կարդում նրա համար, երբ Անահիտը հոգնած էր։ Փոքրիկ նվերներ էր բերում, թարմ ծաղիկներ, հատուկ շոկոլադներ։ Թվում էր, թե նա ձգտում է նվաճել ոչ միայն սերը, այլ սկեսրոջ լիակատար վստահությունը։ Բայց Նունեն, իր տարիների փորձով սուր բնազդով, սկսեց նկատել փոքր փոփոխություններ։ Նուրբ, գրեթե աննկատ, բայց դրանք կային։ Այն ձը, որով Լիլիթը խոսում էր նրա հետ, երբ Արմենը մոտակայքում չէր, մի փոքր տարբեր էր։ Ավելի քիչ ջերմ, ավելի օբյեկտիվ։ Այն ձը, որով նա վերադասավորել էր խոհանոցը, առանց որը մեկի հետ խորհրդակցելու։ Ինչպես էր նա փոխել Անահիտի դեղերի տեղը, առանց զգուշացնելու։ Փոքր բաներ, որոնք առանձին ոչինչ չէին նշանակում, բայց որոնք միասին կազմում էին մի օրինաչափություն, որը Նունեն չէր կարող անտեսել։ Մի օր, երբ Նունեն օգնում էր Անահիտին ճաշի հարցում, դուռը բացվեց, Լիլիթը մտավ լուրջ արտահայտությամբ։ Տիկին Անահիտ, պետք է ձեզ հետ մի կարևոր բանի մասին խոսեմ։ Անահիտը նայեց նրան, զարմացած տոնից։ Իհարկե, սիրելիս։ Ինչ է պատահել։ Լիլիթը նստեց նրա կողքին, նրա կեցվածքը կոշտ էր։ Ձեր սննդակարգի մասին է։ Ես խոսել եմ Արմենի բժշկի հետ, ծերաբուժության մասնագետի, նա ասաց, որ մենք պետք է որոշ փոփոխություններ անենք ձեր սննդակարգում։ Ավելի քիչ աղով, ավելի քիչ շաքարով, ավելի թեթ բաներ։ Անահիտը գնճռոտեց ճակատը։ Բայց ես արդեն հավասարակշռված սննդակարգի եմ հետում։ Սննդաբանը, ում Արմենը վարձել էր, հատուկ պլան է կազմել ինձ համար։ Լիլիթը ժպտաց, բայց ժպիտը չհասավ նրա աչքերին։ Այո, բայց այս բժիշկն ավելի ժամանակակից է։ Նա ծանոթ է վերջին հետազոտություններին։ Եվ որպես ձեր հարս, իմ պարտականությունն է երաշխավորել, որ դուք լավագույն առողջական վիճակում լինեք։ Նունեն, ով կանգնած էր դռան մոտ, աճող անհարմարություն զգաց։
Տիկին Լիլիթ, եթե թույլ կտաք, գուցե ավելի լավ է խորհրդակցել բժիշկ Հակոբյանի հետ, ով տարիներ շարունակ հետում է տիկին Անահիտին, նախքան փոփոխություններ անելը։ Լիլիթը շրջվեց դեպի Նունեն, մի ակնթարթ նրա դեմքը փոխվեց։ Զայրույթի, ինչ-որ սառը կոշտ բանի փայլատակում եղավ, նախքան բարյացակամ արտահայտությանը վերադառնալը։ Առաջ Գյումրիում տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ։ Նա աշխատում է թվային մարքեթինգի ոլորտում, խելացի է, զվարճալի, հոգատար։ Եվ, մամ, ես սիրահարված եմ։ Երկար ժամանակ անց առաջին անգամ ես ինձ իսկապես երջանիկ եմ զգում։ Անահիտի սիրտը սեղմվեց խառը զգացմունքներից։ Ուրախություն, որդուն փայլող տեսնելու համար, բայց նա մի փոքր անհանգստություն։ Արմենը վերջին տարիներին այնքան կենտրոնացած էր աշխատանքի վրա, որ հազիվ թե ժամանակ ուներ հարաբերությունների համար։ Այն, որ նա սիրահարված էր, հրաշալի էր, բայց այն արագությունը, որով ամեն ինչ կարծես թե տեղի էր ունենում, նրան մի փոքր նյարդայնացնում էր։ Դա հրաշալի է, որդիս, ասաց նա, խնամքով ընտրելով բառերը։ Ուրախ եմ քեզ համար։ Իսկ երբ եմ նրան ծանոթանալու։ Արմենն էլ ավելի լայն ժպտաց։ Իրականում, նա այստեղ է։ Ինձ հետ է եկել։ Դրսում է, մի փոքր նյարդայնացած։ Ուզում էի քո թույլտվությունը խնդրել, նրան ներս բերելուց առաջ։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Իհարկե, սիրելիս։ Բեր նրան։ Ուզում եմ ծանոթանալ այն կնոջ հետ, ով գրավել է իմ որդու սիրտը։ Արմենն արագ վեր կացավ, դուրս եկավ մուտքի դռնով։ Անահիտն բնազդաբար ուղեց մազերը, հարթեց կիսաշրջազգեստը, փորձեց հանգստացնել նյարդերը։ Նունեն հայտնվեց խոհանոցից, նույնպես հետաքրքրված, կանգնեց այնտեղ, մոտ, զուսպ, բայց ուշադիր։ Երբ Արմենը վերադարձավ, նա մենակ չէր։ Նրա կողքին քայլում էր մի կին, որը կարծես հեքիաթից էր դուրս եկել։ Լիլիթն իսկապես գեղեցիկ էր։ Նա մոտ 35 տարեկան էր, ուներ երկար, ալիքած շագանակագույն մազեր, որոնք թափվում էին ուսերին, կանաչ աչքեր, որոնք փայլում էին ջահի լույսի տակ, ժպիտ, որը լուսավորում էր միջավայրը։ Նա հագել էր մուգ կապույտ զգեստ, էլեգանտ, բայց ոչ ցուցադրական, շարժվում էր բնական նրբագեղությամբ, որը գրավում էր ուշադրությունը, առանց պարտադրված թվալու։ Մամ, հպարտությամբ ներկայացրեց Արմենը, սա Լիլիթն է։ Լիլիթը մեղմ քայլերով մոտեցավ Անահիտին, ծնկի իջավ սայլակի կողքին, նրա աչքերի մակարդակին լինելու համար, նրբորեն բռնեց նրա ձեռքերը։ Տիկին Անահիտ, մեծ պատիվ է վերջապես ծանոթանալ ձեզ հետ։ Արմենն այնքան շատ է խոսում ձեր մասին, որ զգում եմ, թե արդեն ճանաչում եմ ձեզ։ Նրա ձայնը մեղեդային էր, ջերմ, անկեղծորեն քնքուշ։ Անահիտն անմիջապես իրեն գրավված զգաց այդ ներկայությամբ։ Հաճույքն իմն է, սիրելիս։ Արմենը հենց նոր պատմեց ինձ ձեր մասին։ Բարի գալուստ մեր տուն։ Լիլիթը ժպտաց, նրա աչքերի անկյուններում արցունքներ կային։ Շնորհակալ եմ։ Ես այնքան էի նյարդայնանում ձեզ հետ ծանոթանալուց առաջ։ Այնքան էի ուզում լավ տպավորություն թողնել։ Եվ թողեցիր, հավաստիացրեց Անահիտը, զգալով, թե ինչպես են իր պաշտպանական պատնեշները փլուզվում։ Այդ կնոջ մեջ անկեղծ մի բան կար, մի քաղցրություն, որն իրական էր թվում։ Հաջորդ օրերին Լիլիթը դարձավ առանձնատան մշտական ներկայությունը։ Նա դեռ այնտեղ չէր ապրում, բայց ամեն օր գալիս էր, ծաղիկներ բերելով, ժամերով զրուցելով Անահիտի հետ, անկեղծորեն հետաքրքրվելով նրա կյանքով, պատմություններով, հիշողություններով։ Նա ուշադիր լսում էր, երբ Անահիտը խոսում էր անցյալի մասին, թե ինչպես է միայնակ մեծացրել Արմենին, ինչ դժվարությունների է հանդիպել, ինչ երազանքներ է իրականացրել, որոնք են մնացել ճանապարհին։ Լիլիթը նա ուշադիր էր Նունեի նկատմամբ, նրան վերաբերվելով հարգանքով ուշադրությամբ, ինչը Անահիտը խորապես գնահատում էր։ Նա օգնում էր խոհանոցում, պնդում էր, որ ինքը պատրաստի երեկոյան թեյը, նոր բաղադրատոմսեր էր բերում, որոնք սովորել էր։ Թվում էր, թե նա իսկապես հետաքրքրված է այդ ընտանիքի մի մասը դառնալով։ Արմենը փայլում էր։ Անահիտը նրան տարիներ շարունակ այդքան երջանիկ չէր տեսել։ Նա ավելի շատ էր ծիծաղում, ավելի թեթեր, ավելի ներկա։ Թվում էր, թե Լիլիթը վերադարձրել էր նրա մի մասը, որը կորել էր աշխատանքի պարտականությունների մեջ։ Մի օր, Լիլիթին ծանոթանալուց մոտ 2 շաբաթ անց, Անահիտը նրա հետ մենակ էր հյուրասենյակում։ Արմենը դուրս էր եկել կարճ հանդիպման, իսկ Նունեն տան հետնամասում էր, լվացքով զբաղված։ Լիլիթը նստեց բազմոցին, Անահիտի սայլակի կողքին, բռնեց նրա ձեռքը։ Տիկին Անահիտ, սկսեց նա մեղմ ձայնով, ես ուզում էի ձեզ հետ մի կարևոր բանի մասին խոսել։
Անահիտը շրջվեց դեպի նա, ուշադիր։ Կարող ես խոսել, սիրելիս։ Լիլիթը խորը շունչ քաշեց, կարծես քաջություն էր հավաքում։ Ես գիտեմ, որ մենք իրար քիչ ժամանակ ենք ճանաչում, բայց պետք է իմանաք, որ ես խորապես սիրահարվել եմ Արմենին։ Նա ամենահրաշալի տղամարդն է, ում երբե հանդիպել եմ։ Եվ դրա մի մասը ձեր շնորհիվ է, այն բանի շնորհիվ, թե ինչպես եք դուք նրան դաստիարակել, այն արժեքների, որոնք սովորեցրել եք նրան։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը տաքացավ։ Շնորհակալ եմ, Լիլիթ։ Դա ինձ համար շատ բան է նշանակում։ Լիլիթը շարունակեց, իր կանաչ աչքերը հառած Անահիտի աչքերին։ Եվ ես նա սիրահարվել եմ ձեզ։ Գիտեմ, որ կարող է տարօրինակ թվալ դա ասելը, բայց դա ճիշտ է։ Դուք ինձ հիշեցնում եք իմ սեփական մորը, ում կորցրել եմ մի քանի տարի առաջ։ Եվ ես կցանկանայի, եթե դուք թույլ տաք, հոգ տանել ձեր մասին, ինչպես կտանեի իմ սեփական մոր մասին։ Այդ խոսքերը խորապես հուզեցին Անահիտին։ Նա երբեք դուստր չէր ունեցել, միշտ ցանկացել էր ունենալ, ահա այս գեղեցիկ ու քաղցր աղջիկը հենց դա էր առաջարկում։ Սիրելիս, ինչ գեղեցիկ բան ասացիր։ Իհարկե, կարող ես։ Մեծ պատիվ կլինի քեզ մեր ընտանիքի մի մասը համարել։ Լիլիթը զգուշորեն գրկեց Անահիտին, Անահիտը կարող էր զգալ աղջկա դեմքով հոսող տաք արցունքները։ Այդ պահին նրա բոլոր սկզբնական անհանգստությունները լիովին անհետացան։ Ինչպես կարող էր կասկածել մեկին, ով այդքան անկեղծորեն հոգատար էր։ 2 շաբաթ անց Արմենը տուն եկավ նյարդայնության էյֆորիայի խառնուրդով։ Նա խնդրեց Անահիտին Նունեին նստել, քանի որ կարևոր հայտարարություն ուներ անելու։ Լիլիթը նրա կողքին էր, ձեռքերը միահյուսված, երկուսն էլ փայլուն ժպիտներ ունեին։ Մամ, Նունե, սկսեց Արմենը, նրա ձայնը թեթակի դողում էր հուզմունքից, ես Լիլիթին ամուսնության առաջարկություն եմ արել։ Եվ նա, այո է ասել։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Ամուսնություն։ Այդքան արագ։ Բայց երբ նայեց որդուն, նրա դեմքին դրոշմված երջանկությանը, նրա աչքերի փայլին, նա չկարողացավ ոչինչ զգալ, բացի ուրախությունից։ Եթե դա նրա ընտրությունն էր, նա կաջակցեր։ Որդիս, ինչ հրաշալի նորություն, ասաց Անահիտը, ձեռքերը մեկնելով։ Եկեք այստեղ, երկուստ էլ։ Արմենն ու Լիլիթը մոտեցան, Անահիտը ամուր գրկեց երկուսին էլ։ Նունեն, ով դիտում էր խոհանոցի դռնից, արցունքներն աչքերին զուսպ ծափահարում էր։ Շնորհավորում եմ, պարոն Արմեն, տիկին Լիլիթ։ Թող Աստված օրհնի այս ամուսնությունը։ Լիլիթը նորից ծնկի իջավ Անահիտի դիմաց։ Տիկին Անահիտ, ես խոստանում եմ հոգ տանել ձեր որդու մասին։ Եվ խոստանում եմ հոգ տանել նա ձեր մասին։ Դուք այլս երբեք մենակ չեք լինի։ Ես այստեղ կլինեմ, միշտ։ Եվ Անահիտը հավատաց։ Իր ամբողջ սրտով նա հավատաց։ Հարսանիքը նշանակվեց 2 ամիս անց, մտերմիկ արարողություն հենց առանձնատան այգում, միայն մտերիմ ընկերների որոշ հեռավոր բարեկամների հետ։ Լիլիթը պնդեց, որ ոչ մի մեծ կամ ցուցադրական բան չի ուզում, որ կարևորը նրանց միությունն է, այն մարդկանց ներկայությունը, ովքեր իսկապես։ Նունե, շնորհակալ եմ ձեր մտահոգության համար, բայց սա ընտանեկան հարց է։ Համոզված եմ, որ դուք այլ գործեր ունեք անելու։ Տոնը քաղաքավարի էր, բայց դրա մեջ ինչ-որ բան կար, որը ստիպեց Նունեին հետ քաշվել։ Նա նայեց Անահիտին, ով շփոթված տեսք ուներ, հետո դուրս եկավ սենյակից, բայց մնաց դռան մյուս կողմում, ուշադիր լսելով։ Տիկին Անահիտ, շարունակեց Լիլիթը, նրա ձայնը վերադառնալով այն սովորական քաղցրությանը, ես միայն ձեր լավն եմ ուզում։ Վստահեք ինձ։ Ես ամեն ինչի մասին հոգ կտանեմ։ Դուք պետք չէ անհանգստանաք ոչ մի բանի համար։ Անահիտը, դեռ մի փոքր շփոթված, դանդաղ գլխով արեց։ Լավ, սիրելիս։ Եթե դու կարծում ես, որ այդպես ավելի լավ է։ Լիլիթը ժպտաց, համբուրեց Անահիտի ճակատը դուրս եկավ սենյակից։ Երբ միջանցքում անցավ Նունեի կողքով, նույնիսկ չնայեց նրան։ Նունեն կանգնած մնաց այնտեղ, սիրտը սեղմված, մի վատ զգացողություն բույն դրեց նրա կրծքում։ Ինչ-որ բան փոխվել էր։ Ինչ-որ բան այն չէր։ Նա չէր կարող ճշգրիտ ասել, թե ինչ, բայց նրա բնազդները գոռում էին, որ պետք է ուշադիր լինի։ Դիմակը մի պահ սահել էր, ընդամենը մի կարճ պահ, բայց դա բավական էր, որ Նունեն տեսներ, թե ինչ կա դրա տակ։ Եվ այն, ինչ նա տեսել էր, խորապես վախեցրել էր նրան։
Հաջորդ օրերը բերեցին փոփոխություններ, որոնք սկսվեցին գրեթե աննկատ, բայց աստիճանաբար դարձան ավելի ու ավելի ակնհայտ նրանց համար, ովքեր գիտեին, թե ուր նայել։ Նունեն ամեն ինչ դիտում էր աճող անհանգստությամբ, բայց չգիտեր, թե կոնկրետ ինչ անել այն ամենի հետ, ինչ տեսնում էր։ Խոսելը կնշանակեր մեղադրել առանց ապացույցների։ Լռելը կնշանակեր հանցակցություն մի բանի, որը նրա բնազդներն ասում էին, որ սխալ է։ Նա հայտնվել էր բարոյական երկընտրանքի մեջ, որը նրան գիշերները արթուն էր պահում, հոգնած մտքում մտքեր շրջելով։ Առաջին կոնկրետ փոփոխությունը եկավ Անահիտի սննդակարգի տեսքով։ Լիլիթը, կատարելով նոր սննդակարգ ներդնելու իր խոստումը, սկսեց անձամբ վերահսկել յուրաքանչյուր կերակուր։ Այն, ինչ նախկինում բազմազան ու համեղ էր, դարձավ սահմանափակ ու անհամ։ Բաժինները զգալիորեն փոքրացան, միշտ այն պատճառաբանությամբ, որ դա ավելի լավ է 72 տարեկան տիկնոջ առողջության համար։ Համեմունքները, որոնք համ էին տալիս Նունեի պատրաստած ուտեստներին, փոխարինվեցին առանց աղի, առանց շաքարի, գրեթե առանց որևէ բանի տարբերակներով, որոնք ուտելիքը ախորժելի կդարձնեին։ Տիկին Անահիտ, ասում էր Լիլիթն այն քաղցր ձայնով ամեն անգամ, երբ Անահիտը բողոքում էր անհամ ուտելիքից, գիտեմ, որ դժվար է սովորել, բայց դա ձեր իսկ բարօրության համար է։ Բժիշկը շատ հստակ էր ձեր տարիքում ոչ պատշաճ սննդի ռիսկերի մասին։ Մենք պետք է մտածենք ձեր առողջության մասին երկարաժամկետ հեռանկարում։ Անահիտը, ով միշտ քաղաքավարի կին էր եղել, խուսափում էր կոնֆլիկտներից, ընդունում էր բացատրությունները, առանց շատ հարցեր տալու։ Ի վերջո, Լիլիթն իր հարսն էր, ամուսնացած էր Արմենի հետ, անշուշտ լավագույն մտադրություններն ուներ։ Բայց Նունեն նկատում էր, թե ինչպես է Անահիտը ուտելիքը հրում ափսեի մեջ, ինչպես են նրա աչքերը կորցնում փայլը, տեսնելով այն կերակուրները, որոնք նախկինում նրան հաճույք էին պատճառում, վերածված անհամ պարտականությունների։ Նունեն, զուսպ, փորձում էր փոխհատուցել։ Երբ Լիլիթը մոտակայքում չէր, նա փոքրիկ հյուրասիրություններ էր տանում Անահիտին։ Մի կտոր թխվածք, որը մնացել էր ճաշից հետո, ավելի քաղցր միրգ, տնական թխվածքաբլիթ։ Լուր ապստամբության փոքրիկ գործողություններ, որոնք երախտագիտությամբ էին ընդունվում Անահիտի կողմից, բայց որոնք, Նունեն գիտեր, բավարար չէին սննդակարգի արմատական փոփոխությունը փոխհատուցելու համար։ Արմենը, տարված իր գործերով նոր սկսված ամուսնական կյանքով, կարծես թե չէր նկատում փոփոխությունները։ Նա հաճախ էր ճամփորդում, երբեմն մեկ շաբաթ կամ ավելի երկար բացակայելով, երբ տանն էր, Լիլիթն այնքան ուշադիր էր նրա նկատմամբ, որ ցանկացած մտահոգություն, որը կարող էր առաջանալ, արագորեն ցրվում էր։ Նա կատարյալ կին էր, միշտ ժպտերես, միշտ հասկացող, միշտ աջակցող նրա մասնագիտական որոշումներին։ Մի առավոտ, հարսանիքից մոտ 6 շաբաթ անց, Արմենը նախաճաշի ժամանակ հայտարարեց, որ 10 օրով պետք է մեկնի Սյունիքի մարզ։ Դա գործերի կարևոր ընդլայնում էր, 3 նոր խանութների բացում Կապանում, նրա ներկայությունն անփոխարինելի էր։ Անահիտը մի պահ անհանգստություն զգաց, լսելով դա։ 10 օրը շատ երկար ժամանակ էր, ամենաերկար ժամանակահատվածը, որ Արմենը բացակայելու էր Լիլիթի գալուց ի վեր։ Մի անհանգստացիր, մամ, ասաց նա, համբուրելով նրա ճակատը օդանավակայան մեկնելուց առաջ։ Լիլիթը շատ լավ հոգ կտանի քեզ։ Եվ ես ամեն օր կզանգեմ։ Ցանկացած բան լինի, ուղղակի ինձ տեղյակ պահիր։ Անահիտը ստիպված ժպտաց ձեռքով արեց, երբ նա հեռացավ։ Լիլիթը նրա կողքին էր, մի ձեռքը դրված Անահիտի ուսին մի ճնշմամբ, որն առաջին անգամ մի փոքր չափազանց ամուր թվաց, պարզապես քնքուշ լինելու համար։ Մի անհանգստացեք, տիկին Անահիտ, ասաց Լիլիթը, երբ Արմենի մեքենան անհետացավ դարպասից այն կողմ։ Մենք շատ լավ կլինենք այստեղ, միայն մենք երկուսս։ Նրա տոնի մեջ ինչ-որ բան կար, որը ստիպեց Անահիտին սարսռալ, բայց նա հեռացրեց այդ զգացողությունը։ Հիմարություն է, մտածեց նա։ Լիլիթն իր հարսն էր, իր սրտի դուստրը։ Կասկածելու պատճառ չկար։ Բայց երբ Արմենը մեկնեց, կարծես մի վարագույր իջավ։ Լիլիթը բացահայտ կոպիտ կամ ագրեսիվ չէր։ Ոչ, նա չափազանց խելացի էր դրա համար։ Նրա փոփոխությունները նուրբ էին, հաշվարկված, նախագծված, աննկատ լինելու համար յուրաքանչյուրի համար, ով շատ ուշադիր չէր։ Երկար ու քնքուշ զրույցները դադարեցին։ Լիլիթն այժմ մտնում էր Անահիտի սենյակ միայն գործնական հարցերով զբաղվելու համար։ Պետք է կարգավորենք ձեր դեղերի ժամերը։ Ես կվերադասավորեմ ձեր պահարանը։ Այսօր պետք չէ անկողնուց դուրս գալ, դրսում շատ ցուրտ է։ Յուրաքանչյուր նախադասություն ասվում էր քաղաքավարությամբ, բայց կար մի նոր սառնություն, մի հեռավորություն, որը նախկինում չկար։
Անահիտը զգում էր փոփոխությունը, բայց չգիտեր, թե ինչպես անվանել այն։ Գուցե Լիլիթը պարզապես սթրեսի մեջ էր նոր պարտականությունների պատճառով, մտածում էր նա։ Գուցե դա պարզապես հարմարվելու շրջան էր։ Բայց խորքում մի փոքրիկ ձայն շշնջում էր, որ ինչ-որ բան այն չէ։ Նունեն, իր հերթին, ավելի ու ավելի էր անհանգստանում։ Նա տեսնում էր, թե ինչպես է Լիլիթը վերահսկում Անահիտի կյանքի յուրաքանչյուր ասպեկտը։ Այցելությունները, որոնք Անահիտը սովորաբար ստանում էր հին ընկերուհիներից, զուսպ կերպով խոչընդոտվում էին։ Լիլիթը զանգում էր նրանց, ասելով, որ Անահիտն իրեն լավ չի զգում, որ նա խնդրում է հանգստանալ, որ գուցե ավելի լավ է հետաձգել։ Եվ հետաձգում էր ավելի ու ավելի հեռավոր ամսաթվերի, մինչ զանգերը պարզապես դադարեցին։ Այգում զբոսանքները, որոնք Անահիտի առօրյայի կարևոր մասն էին, դարձան ավելի ու ավելի հազվադեպ։ Շատ շոգ է, ասում էր Լիլիթը։ Շատ ցուրտ է։ Անձր է գալու։ Միշտ մի պատրվակ կար, միշտ ասված ակնհայտ մտահոգությամբ, բայց արդյունքը նույնն էր։ Անահիտն ավելի ու ավելի էր սահմանափակվում սենյակում, մեկուսացված արտաքին աշխարհից։ Նունեն մի անգամ փորձեց միջամտել։ Դա մի օր էր, երբ նա գտավ Լիլիթին գրադարանում, թերթելով թղթեր, որոնք կարծես ֆինանսական փաստաթղթեր լինեին։ Տիկին Լիլիթ, սկսեց նա զգուշորեն։ Նկատել եմ, որ տիկին Անահիտը շատ դուրս չի գալիս։ Արդյոք լավ չէր լինի, որ նա մի փոքր թարմ օդ շնչեր։ Լիլիթը բարձրացրեց աչքերը թղթերից, նրա հայացքը սառցե էր։ Նունե, շնորհակալ եմ ձեր մտահոգության համար, բայց ինչպես արդեն ասել եմ, ընտանեկան հարցերը իմ Արմենի գործն են։ Դու սպասուհի ես։ Քո գործն է մաքրել, եփել անել այն, ինչ ես եմ հրամայում։ Հասկանալի։ Տոնը կոշտ էր, վերջնական, առանց այն քաղցրության հետքի, որը Լիլիթը ցույց էր տալիս Արմենի Անահիտի առաջ։ Նունեն զգաց, թե ինչպես արյունը սառեց։ Հասկանալի է, այո, տիկին, պատասխանեց նա, աչքերը խոնարհելով։ Հրաշալի։ Եվս մի բան, Նունե, շարունակեց Լիլիթը, ուշադրությունը վերադարձնելով թղթերին։ Գիտեմ, որ դու սովորություն ունես ինձնից թաքուն ուտելիքներ տանել տիկին Անահիտին։ Դա կդադարի հիմա։ Նրա սննդակարգը խիստ է բժշկական պատճառներով։ Եթե ես պարզեմ, որ դու սաբոտաժի ես ենթարկում նրա բուժումը, ստիպված կլինեմ միջոցներ ձեռնարկել։ Եվ դու գիտես, թե որքան են քո երեխաները կախված քո աշխատավարձից, այնպես չէ։ Սպառնալիքը հստակ էր, թե քողարկված։ Նունեն 3 երեխա ուներ, 2-ը դպրոցում, 1-ը համալսարանում։ Նրա ստացած աշխատավարձը կենսական նշանակություն ուներ ընտանիքը պահելու համար։ Աշխատանքը կորցնելը կործանարար կլիներ։ Նա լուռ գլխով արեց, ծանր սրտով դուրս եկավ գրադարանից։ Այդ գիշեր, մենակ իր փոքրիկ սենյակում, առանձնատան հետնամասում, Նունեն լաց եղավ։ Լաց եղավ հիասթափությունից, վախից, անզորությունից։ Նա գիտեր, որ ինչ-որ սարսափելի բան է կատարվում, բայց չուներ ապացուցելու միջոց։ Եվ նույնիսկ եթե ունենար, ինչ կարող էր անել։ Դիմակայել Լիլիթին ռիսկի ենթարկել ամեն ինչ կորցնելը։ Զանգել Արմենին խելագար, նախանձ, խնդիրներ ստեղծող կոչվել։ Նա սիրահարված էր, կուրացած սիրուց։ Կհավատար իր կատարյալ կնոջը, թե իր համար աշխատող սպասուհուն։ Մինույն ժամանակ, գլխավոր ննջասենյակում Անահիտը նույնպես արթուն էր։ Նա նայում էր առաստաղին, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ինչու էր վերջերս այդքան հոգնած զգում։ Ինչու էր Լիլիթը, ով նախկինում այդքան հոգատար էր, հիմա հազիվ մի քանի րոպե անցկացնում նրա հետ։ Ինչու էր այդքան մենակ զգում մարդաշատ տանը։ Նա մտածեց զանգել Արմենին, բայց ինչ կասեր։ Որ իր հարսն այլս այնքան սիրալիր չէ։ Որ ուտելիքն անհամ է։ Դրանք մանր, աննշան բողոքներ կթվային։ Արմենը երջանիկ էր, քրտնաջան աշխատում էր։ Նա չէր ուզում բեռ լինել, չէր ուզում փչացնել որդու երջանկությունը բողոքներով, որոնք գուցե պարզապես իր երակայության կամ ծերության արդյունքն էին։ Օրերը ձգձգվում էին։ Արմենը զանգում էր ամեն գիշեր, ինչպես խոստացել էր, բայց զրույցները կարճ էին։ Նա հոգնած էր, հաջորդ օրը վաղ առավոտյան հանդիպումներ ուներ, Լիլիթը միշտ այնտեղ էր, վերցնում էր հեռախոսը նրա հետ խոսելու համար, ծիծաղում այն մեղեդային ձով, ասում, որ ամեն ինչ կատարյալ է, որ Անահիտը լավ է, որ անհանգստանալու բան չկա։ Եվ երբ Անահիտը փորձում էր ինչ-որ բան նշել, որ է անհարմարություն, որ է կարիք, Լիլիթը միշտ մոտակայքում էր, այն նախազգուշացնող հայացքով, որը Անահիտը սովորել էր ճանաչել։
Քո սկեսուրը պարզապես հոգնած է, Արմեն, ասում էր Լիլիթը հեռախոսով։ Մենք խոսեցինք նախկինում, նա ինձ խնդրեց քեզ չանհանգստացնել մանրուքներով։ Գիտես, թե ինչպես է, նրա տարիքում երբեմն մի փոքր շփոթվում է։ Շփոթված բառը արձագանքում էր Անահիտի մտքում։ Արդյոք նա իսկապես շփոթված էր։ Արդյոք նա բաներ էր երակայում։ Լիլիթի կողմից սերմանված կասկածը աճում էր որպես մոլախոտ նրա մտքում, ստիպելով նրան կասկածի տակ դնել իր սեփական ընկալումները։ Նունեն անզոր դիտում էր ամեն ինչ։ Նա տեսնում էր, թե ինչպես է Անահիտը թոշնում, ավելի նիհարում, ավելի գունատվում, ավելի լուր դառնում։ Նրա աչքերը, որոնք նախկինում փայլում էին կյանքով, այժմ կարծես հանգած լինեին։ Բայց Նունեն թակարդում էր։ Թակարդված կարիքի, վախի, այն զգացողության մեջ, որ ոչինչ, ինչ նա աներ, չէր փոխի իրավիճակը։ Մի օր, մոտավորապես Արմենի ճամփորդության 8-րդ օրը, մի բան տեղի ունեցավ, որը կփոխեր ամեն ինչ։ Անահիտն իր սենյակում էր պառկած անկողնում, քանի որ Լիլիթն ասել էր, որ նա չպետք է հոգնի, երբ միջանցքում ձայներ լսեց։ Դա Լիլիթն էր, խոսում էր հեռախոսով, բայց ոչ Արմենի հետ։ Նրա ձայնը տարբեր էր, ավելի կոշտ, ավելի իրական։ Այո, գիտեմ, որ ռիսկային է, ասում էր Լիլիթը։ Բայց պետք է արագացնեմ գործերը։ Նա դեռ չափազանց պարզ գիտակցություն ունի։ Պետք է, որ նա ավելի կախյալ դառնա, ավելի շփոթված։ Ոչ, ես ոչ մի ակնհայտ բան չեմ անի։ Ես դրանից ավելի խելացի եմ։ Ինձ պարզապես ավելի շատ ժամանակ է պետք առանց Արմենի։ Անահիտը զգաց, թե ինչպես արյունը սառեց իր երակներում։ Սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա համոզված էր, որ այն կարելի է լսել։ Նա չէր երակայում։ Նա շփոթված չէր։ Լիլիթը ինչ-որ բան էր ծրագրում, ինչ-որ սարսափելի բան, նա դրա կենտրոնում էր։ Երբ ձայնը հեռացավ, լռությունը վերադարձավ, Անահիտը անշարժ մնաց անկողնում, մշակելով այն, ինչ հենց նոր լսել էր։ Նրա զգացած վախը բնազդային էր, պարզունակ։ Նա վտանգի մեջ էր։ Իրական կոնկրետ վտանգի։ Եվ նա թակարդում էր, անկարող փախչել, կախված մի կնոջից, ով ակնհայտորեն նրա չարն էր կամենում։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա վերջապես կարողացավ հասնել անկողնու կողքի հեռախոսին։ Նա պետք է զանգեր Արմենին, պատմեր ամեն ինչ, օգնություն խնդրեր։ Բայց երբ վերցրեց սարքը, կապ չկար։ Գիծը անջատված էր։ Խուճապը սկսեց տիրել նրան։ Լիլիթը գտրել էր գիծը։ Թե դա պարզապես զուգադիպություն էր։ Անահիտը փորձեց հանգստանալ, խորը շունչ քաշել, ռացիոնալ մտածել։ Բայց դժվար էր, երբ վախն այդքան մեծ էր։ Դուռը հանկարծակի բացվեց, Լիլիթը մտավ մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Տիկին Անահիտ, ինչ անակնկալ է ձեզ արթուն տեսնելը։ Կարծում էի, որ այս ժամին արդեն քնած կլինեիք։ Անահիտը փորձեց վերահսկել ձայնը։ Ես պետք է զանգեմ Արմենին։ Հեռախոսը չի աշխատում։ Լիլիթը մոտեցավ անկողնուն, նրա ներկայությունը կարծես լցնում էր ամբողջ սենյակը։ Ահ, այդպես է։ Ինչ տարօրինակ է։ Վաղը կխնդրեմ, որ ինչ-որ մեկը ստուգի։ Բայց հիմա ձեր դեղերը խմելու հանգստանալու ժամանակն է։ Նա մեկնեց մի փոքր բաժակ ջուր, մի քանի հապ։ Անահիտը կասկածանքով նայեց դրանց։ Քանի հապ էր դա։ Նա չէր հիշում, որ նախկինում այդքան շատ էր խմում։ Լիլիթ, ես չեմ հիշում, որ այս բոլորը խմում եմ։ Լիլիթի ժպիտն ավելի լարվեց։ Տիկին Անահիտ, դրանք վիտամիններն ու հավելումներն են, որոնք բժիշկն է նշանակել։ Դուք իսկապես մոռացկոտ եք դառնում, այնպես չէ՞։ Գուցե ժամանակն է, որ մենք Արմենի հետ խոսենք այս մասին, երբ նա վերադառնա։ Ենթադրվող սպառնալիքը հստակ էր։ Եթե Անահիտը խնդիրներ ստեղծեր, Լիլիթը նրան կներկայացներ որպես ծեր, շփոթված, ով այլս չգիտի, թե ինչ է անում։ Եվ Արմենը, սիրահարված իր կնոջը, հավանաբար կհավատար նրան։ Դողացող ձեռքերով Անահիտը վերցրեց հաբերը, դրեց բերանը, բայց չկուլ տվեց։ Սպասեց, մինչ Լիլիթը դուրս եկավ սենյակից, հետո թքեց ամեն ինչ անձեռոցիկի մեջ, թաքցնելով այն բարձի տակ։ Սիրտը դեռ արագ բաբախում էր, բայց նա մի փոքր հաղթանակ էր տարել։ Այդ գիշեր Անահիտը չքնեց։ Արթուն մնաց, ծրագրելով, մտածելով։ Նրան պլան էր պետք։ Նա պետք է միջոց գտներ իրեն պաշտպանելու, ինչ-որ մեկին զգուշացնելու այն մասին, թե ինչ է կատարվում։
Բայց ինչպես անել դա, երբ նա թակարդված էր այդ սենյակում, մեկուսացված Լիլիթի կողմից վերահսկվող իր կյանքի յուրաքանչյուր ասպեկտով։ Հաջորդ օրը, երբ Նունեն մտավ սենյակը մաքրելու, Անահիտը սպասեց, մինչ համոզվեց, որ Լիլիթը հեռու է։ Նունե, շշնջաց նա, ձեռքը սեղմելով սպասուհու թին։ Խնդրում եմ, ինձ քո օգնությունն է պետք։ Նունեն զարմացած նայեց նրան։ Անահիտի դեմքի արտահայտությունը անկեղծ հուսահատության էր։ Տիկին Անահիտ, ինչ է պատահել։ Անահիտը ցածր արագ ձայնով պատմեց, թե ինչ է լսել, իր կասկածները, չաշխատող հեռախոսը, չափազանց շատ թվացող դեղերը։ Նունեն լսում էր աճող սարսափով, քանի որ այն ամենը, ինչ Անահիտն ասում էր, հաստատում էր նրա ամենավատ վախերը։ Ես հավատում եմ ձեզ, ասաց Նունեն, սեղմելով Անահիտի ձեռքը։ Բայց չգիտեմ, թե ինչ կարող եմ անել։ Եթե ես ինչ-որ բան ասեմ, նա ինձ աշխատանքից կհանի։ Եվ առանց ապացույցների ոչ ոք մեզ չի հավատա։ Գիտեմ, Նունե։ Գիտեմ։ Բայց գոնե հիմա գիտեմ, որ խելագար չեմ։ Որ բաներ չեմ երակայում։ Երկու կանայք կանգնած էին այնտեղ, ձեռք ձեռքի տված, երկու փխրուն կյանքեր, միավորված վտանգավոր գաղտնիքով, չիմանալով, որ ամենավատը դեռ առջում է։ Երբ Արմենը վերջապես վերադարձավ իր ճամփորդությունից 2 օր անց, նրան դիմավորեցին Լիլիթի փայլուն ժպիտով անթերի մաքուր տնով։ Նա հոգնած էր, բայց ուրախ էր վերադառնալու համար։ Լիլիթը նրան ոգորությամբ գրկեց, պատրաստեց նրա սիրած ընթրիքը, ամեն ինչ կատարյալ տեսք տվեց։ Երբ Արմենը գնաց այցելելու Անահիտին, նրան գտավ անկողնում, ավելի նիհար, քան հիշում էր, խորս շրջանակներով աչքերի տակ։ Մամ, ինչ է պատահել։ Դու լավ տեսք չունես։ Անահիտը նայեց նրան, հետո Լիլիթին, ով կանգնած էր դռան մոտ այն բարի ժպիտով։ Նա տեսավ նախազգուշացումը իր հարսի կանաչ աչքերում։ Պարզապես հոգնած եմ, որդիս։ Գիտես, տարիքը։ Արմենը կնճռոտեց ճակատը։ Լիլիթ, մայրս շատ տարբեր տեսք ունի։ Ինչ է պատահել, երբ ես բացակայում էի։ Լիլիթը դրամատիկ կերպով հառաչեց։ Արմեն, ես փորձում էի քեզ չանհանգստացնել, բայց մայրդ մի քանի դրվագ է ունեցել։ Մտավոր շփոթություն, մոռացկոտություն։ Երեկ նա չէր հիշում, որ նախաճաշել է, չնայած ես անձամբ էի տարել։ Կարծում եմ, մենք պետք է մտածենք մասնագիտացված ծերաբույժի հետ խոսելու մասին։ Սուտ է, ուզում էր գոռալ Անահիտը։ Ամեն ինչ սուտ է։ Բայց երբ բացեց բերանը հակաճառելու, բառերը դուրս չեկան։ Ինչ կասեր։ Ինչպես կբացատրեր, առանց հենց այնպիսին թվալու, ինչպիսին Լիլիթը նրան ներկայացնում էր, շփոթված պարանոիդ ծերքին։ Արմենը մոտեցավ, բռնեց նրա ձեռքը։ Մամ, ինչու ինձ չասացիր, որ այդպես ես զգում։ Որովհետև այդպես չեմ զգում, Արմեն։ Խնդրում եմ, հավատա ինձ։ Բայց բառերը թույլ դուրս եկան, առանց համոզմունքի, քանի որ Անահիտը հյուծված վախեցած էր։ Արմենը նայեց Լիլիթին, հետո նորից Անահիտին։ Ես հանդիպում կկազմակերպեմ Երանի լավագույն ծերաբույժի հետ։ Մենք կպարզենք, թե ինչ է կատարվում, կհոգանք դրա մասին, լավ։ Անահիտը բարդված գլխով արեց։ Լիլիթը հաղթել էր այս փուլում։ Եվ այն հաղթական հայացքից, որը նա նետեց Անահիտին, երբ Արմենը շրջվեց, երկուսն էլ գիտեին դա։ Նունեն, ով դիտում էր դռնից, զգաց, թե ինչպես են արցունքները հոսում իր դեմքով։ Նա ականատես էր լինում սարսափելի անարդարության, ոչինչ չէր կարող անել, առանց իրեն իր ընտանիքին վտանգի ենթարկելու։ Այդ գիշեր, երբ բոլորը քաշվեցին իրենց սենյակները, Անահիտը սենյակի պատուհանից նայեց լուսնի լույսով լուսավորված այգուն։ Վարդերը, որոնք նախկինում նրան այդքան ուրախություն էին պատճառում, այժմ կարծես նրա տառապանքի լուռ վկաներն էին։ Նա մտածում էր, թե էլ որքան կկարողանա դիմանալ, էլ որքան ժամանակ, մինչ Լիլիթը հասնի այն ամենին, ինչ ծրագրում էր։ Եվ առանձնատան մեկ այլ սենյակում Լիլիթը ժպտում էր ինքն իրեն, վերանայելով փաստաթղթերը։ Ամեն ինչ ընթանում էր ըստ պլանի։ Նրան պարզապես պետք էր համբերատար, զգույշ, մանրակրկիտ լինել։ Արմենը հարուստ էր, շատ հարուստ, այն ամենը, ինչ նրան պետք էր, հեռացնել միակ խոչընդոտը իր այդ հարստության միջ։ Մի ձերքին հաշմանդամի սայլակում, փխրուն ավելի ու ավելի մեկուսացված։ Դա գրեթե չափազանց հեշտ կլիներ։ Այն, ինչ Լիլիթը չգիտեր, այն էր, որ Անահիտը, Նունեն, յուրաքանչյուրն իր ձով, որոշել էին պայքարել։ Անկախ գնից, անկախ ռիսկից։ Նրանք չէին հանձնվի առանց պայքարի։
Եվ երբեմն քաջությունը գալիս է ոչ թե ուժից, այլ հուսահատությունից։ Եվ երբեմն թերագնահատված մարդիկ ամենավտանգավորն են, որովհետև կորցնելու ոչինչ չունեն։ Լուր պատերազմը սկսվել էր, միայն ժամանակը ցույց կտար, թե ով հաղթող դուրս կգա։ Արմենի վերադարձին հաջորդող օրերը նշանավորվեցին մի լարվածությամբ, որը խիտ մառախուղի պես կախված էր օդում։ Անահիտն իրեն ավելի ու ավելի էր զգում որպես բանտարկյալ սեփական տանը, հետելով յուրաքանչյուր շարժման, կշռադատելով յուրաքանչյուր բառը, նախքան այն արտասանելը։ Ծերաբույժի հետ հանդիպումը նշանակված էր 2 շաբաթից, նա գիտեր, որ դա կարող է լինել իր վերջնական դատավճիռը։ Եթե բժիշկը ախտորոշեր որը տեսակի ճանաչողական անկում, Լիլիթը կունենար բոլոր անհրաժեշտ գործիքները նրան լիովին մեկուսացնելու համար։ Նունեն, իր հերթին, ապրում էր մշտական զգոնության վիճակում։ Նա որոշել էր, որ անկախ անձնական ռիսկից, պետք է ինչ-որ բան անի։ Սկսեց զուսպ կերպով փաստագրել այն ամենը, ինչ տեսնում էր։ Փոքրիկ տետրում նշում էր Անահիտի սննդի ժամերը, թե ինչ էր նա ուտում, ինչպես էր Լիլիթը իրեն պահում, երբ Արմենը ներկա չէր։ Դրանք պարզ գրառումներ էին, բայց կարող էին ծառայել որպես ապացույց, եթե ճիշտ պահը գար։ Արմենը, տարված գործերի ընդլայնման նոր փուլով, անտեղյակ էր մնում իր տան տանիքի տակ ծավալվող լուռ պատերազմից։ Նրա համար Լիլիթը շարունակում էր մնալ կատարյալ կին, ուշադիր նվիրված։ Իսկ մայրը, նա կարծես ծերանում էր, ավելի փխրուն, ավելի շփոթված դառնում։ Դժվար էր ընդունել, բայց դա կյանքի բնական իրականությունն էր, կամ գոնե նա այդպես էր հավատում։ Մի առավոտ, Արմենի վերադարձից մոտ 1 շաբաթ անց, Լիլիթը մտավ Անահիտի սենյակ լուրջ արտահայտությամբ։ Նրան ուղեկցում էին 2 տղամարդ, որոնց Անահիտը երբեք չէր տեսել։ Նրանք երիտասարդ էին, ուժեղ, հագած վերանորոգման ընկերության համազգեստ։ Տիկին Անահիտ, հայտարարեց Լիլիթն այն ձայնի տոնով, որը ծածնում էր հոգատարություն, բայց հրաման էր պարունակում, մենք խնդիր ունենք։ Շինարարական ընկերության ինժեները եկել էր պլանային ստուգման պարզել է, որ ձեր սենյակի պատերում խոնավություն կա։ Դա լուրջ է, կարող է վնասել կառուցվածքը։ Մենք պետք է շտապ վերանորոգում անենք։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Խոնավություն։ Նա շուրջը նայեց սենյակին, սպիտակ անթերի պատերին։ Խոնավության ոչ մի նշան, ոչ մի բիծ, կառուցվածքային խնդրի ոչ մի ակնարկ չկար։ Լիլիթ, ես պատերի հետ կապված ոչ մի սխալ բան չեմ տեսնում։ Լիլիթը ստիպված համբերությամբ հառաչեց։ Այդ պատճառով էլ մեզ մասնագետներ են պետք, տիկին Անահիտ։ Կառուցվածքային խնդիրները միշտ չէ, որ տեսանելի են անզեն աչքով։ Բայց մի անհանգստացեք, ես արդեն լուծում եմ գտել։ Մենք ձեզ ժամանակավորապես կտեղափոխենք մեկ այլ սենյակ, մինչ անհրաժեշտ վերանորոգումները կատարենք։ Ժամանակավորապես ո՞ր, հարցրեց Անահիտը, ձայնը թեթակի դողալով։ Ներքի հարկի սենյակը։ Մառանի մոտ գտնվողը։ Գիտեմ, որ իդեալական չէ, բայց դա ընդամենը մի քանի շաբաթով է։ Հենց որ վերանորոգումն ավարտվի, դուք կվերադառնաք այստեղ։ Անահիտը ճանաչում էր այդ սենյակը։ Այն փոքր էր, մութ, վատ օդափոխվող։ Գտնվում էր տան մի մասում, որը հազվադեպ էր օգտագործվում մեկուսացված հիմնական սենյակներից։ Այնտեղ տեղափոխվելու գաղափարը նրան սարսափով լցրեց։ Ոչ, ասաց նա ավելի վճռական, քան մտադիր էր։ Ես չեմ ուզում գնալ այդ սենյակ։ Կարող ենք սպասել, մինչ Արմենը վերադառնա քննարկենք դա նրա հետ։ Լիլիթի դեմքը մի ակնթարթ կոշտացավ, նախքան մտահոգ արտահայտությանը վերադառնալը։ Տիկին Անահիտ, Արմենը կարոր հանդիպման է ծաղկաձորում ամբողջ օրը։ Մենք չենք կարող սպասել։ Իրավիճակը հրատապ է։ Որքան շատ սպասենք, այնքան մեծ է պատի փլուզման ռիսկը։ Նա նշան արեց 2 տղամարդկանց, որոնք սկսեցին առանց հարգանքի հավաքել Անահիտի իրերը։ Անահիտն իրեն անզոր զգաց, դիտելով, թե ինչպես են իր իրերը փաթեթավորվում արկղերի մեջ, իր անձնական իրերին վերաբերվում առանց խնամքի։ Խնդրում եմ, նա նորից փորձեց, ձայն այժմ ավելի թույլ։ Թողեք գոնե խոսեմ որդուս հետ։ Լիլիթը մոտեցավ սայլակին, խոնարհվելով Անահիտի աչքերի մակարդակին։ Նրա ձայնը ցածր էր, միայն իրենց երկուսի համար։ Տիկին Անահիտ, որքան շատ եք դուք դիմադրում, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ դուք ունեք հասկանալու խնդիրներ։ Արմենն արդեն անհանգստացած է ձեր հոգեկան առողջության համար։ Չեք կարծում, որ ավելի լավ է համագործակցել ցույց տալ, որ դեռ պարզ գիտակցություն ունեք։ Սպառնալիքը հստակ էր։
Անահիտը կուլ տվեց պարտված գլխով արեց։ Նունեն, ով մտել էր սենյակ աղմուկը լսելով, քարացավ դռան մոտ, տեսնելով, թե ինչ է կատարվում։ Տիկին Լիլիթ, ինչ է կատարվում այստեղ։ Լիլիթը սառը ժպիտով շրջվեց դեպի նա։ Նունե, արդեն չենք խոսել, որ դու չխառնվես ընտանեկան գործերին։ Տիկին Անահիտին ժամանակավորապես տեղափոխում են անվտանգության նկատառումներով։ Հիմա, եթե ներողություն, ես շատ գործ ունեմ անելու։ Նունեն նայեց Անահիտին, ով արցունքներն աչքերին էր, զգաց իր սեփական անզորությունը որպես բեռ կրծքին։ Նա ոչինչ չէր կարող անել այնտեղ, այդ պահին, առանց իրավիճակը վատթարացնելու։ Այն ամենը, ինչ կարող էր անել, հետելն էր, մինչ տանում էին Անահիտին նոր սենյակ։ Այսպես կոչված մառանի մոտի սենյակն ավելի վատն էր, քան Անահիտը հիշում էր։ Պատուհանները փոքր էին ու բարձր, քիչ բնական լույս թողնելով։ Օդը խոնավ էր ու ծանր, բորբոսի հոտ կար, որը ներծծվել էր ամեն ինչի մեջ։ Մահճակալը հին էր, ներքնակը անհարթ, շատ ավելի քիչ տեղ կար սայլակը շարժելու համար։ Հեռուստացույց չկար, գրապահարան չկար այն փոքրիկ հարմարություններից ոչ մեկը, որոնք նրա հին սենյակը տանելի էին դարձնում։ Ահա, ասաց Լիլիթը, դիտելով, թե ինչպես են տղամարդիկ վերջին արկղերը դնում անկյունում։ Ժամանակավոր, հիշեք։ Շուտով կվերադառնաք ձեր սենյակ։ Բայց նրա տոնի մեջ, այն ձի մեջ, որով նա շուրջը նայում էր վատ քողարկված բավարարվածությամբ, ինչ-որ բան Անահիտին ասում էր, որ դա ժամանակավոր չէ։ Դա մշտական էր։ Դա բանտ էր։ Բոլորի հեռանալուց հետո Անահիտը մենակ մնաց այդ կլաուստրոֆոբիկ տարածքում։ Նա փորձեց սայլակով հասնել պատուհանին, բայց տարածքը շատ նեղ էր։ Փորձեց միացնել լույսը, բայց լամպը թույլ էր անընդհատ թարթում էր։ Հուսահատությունը սկսեց տիրել նրան, առաջին անգամ, երբ ամեն ինչ սկսվել էր, Անահիտը լաց եղավ։ Լաց եղավ իր ազատության կորստի, իր վստահած մեկի դավաճանության, իր որդու կուրության, իր վիճակի անզորության համար։ Նունեն, ով մնացել էր դռան մյուս կողմում, լսեց լացը, զգաց, թե ինչպես է սիրտը կտոր լինում։ Նա պետք է ինչ-որ բան աներ, ցանկացած բան։ Բայց ինչ։ Զանգել Արմենին։ Եվ ինչ ասել կոնկրետ։ Որ նրա կինը փոխել է նրա մոր սենյակը։ Առանց համատեքստի, առանց ապացույցների, դա կթվար աննշան բողոք։ Հաջորդ օրերին Անահիտի վիճակը արագորեն վատթարացավ։ Լիլիթն այժմ հազիվ էր քողարկում իր դաժանությունը։ Կերակուրները անկանոն էին սակավ։ Երբեմն Անահիտը ժամերով սպասում էր ուտելիքի, որը չէր գալիս։ Երբ գալիս էր, միշտ անբավարար էր առանց որե համի։ Զուգարանից օգտվելը սահմանափակ էր, ստիպելով Անահիտին օգտագործել տակտիրներ, մի նվաստացում, որը նրան ամեն օր ավելի քիչ մարդ էր զգացնում։ Նունեն փորձում էր օգնել, երբ կարողանում էր, թարմ ջուր, մի կտոր հաց, տաք հագուստ բերելով, երբ ցուրտ էր։ Բայց Լիլիթը միշտ հսկում էր, միշտ ներկա էր, Նունեի բարության ցանկացած դրսորում պատժում էր քողարկված սպառնալիքներով իր աշխատանքի, իր երեխաների ապագայի մասին։ Արմենը, երբ տանն էր, հեռու էր պահվում տան այդ մասից։ Լիլիթը միշտ մի պատրվակ ուներ։ Մայրդ հանգստանում է։ Դժվար գիշեր է ունեցել։ Բժիշկը խորհուրդ է տվել ավելի քիչ խթաններ։ Եվ նա, վստահելով կնոջը, ընդունում էր բացատրությունները, առանց հարցեր տալու։ Մի գիշեր, Անահիտի հարկադիր տեղափոխությունից մոտ 10 օր անց, Արմենը սպասվածից շուտ տուն եկավ։ Նա ավելի արագ էր ավարտել իր գործերը, որոշել էր Լիլիթին անակնկալ մատուցել ռոմանտիկ ընթրիքով։ Բայց երբ մտավ դռնով, տունը տարօրինակ լուռ էր։ Լիլիթ, կանչեց նա, պայուսակը դնելով նախասրահում։ Սիրելիս, ես տանն եմ։ Պատասխան չեղավ։ Նա բարձրացավ աստիճաններով իրենց ընդհանուր սենյակ, բայց այն դատարկ էր։ Նորից իջավ, անցավ հյուրասենյակով, խոհանոցով։ Այդ ժամանակ նա ցածր ձայն լսեց տան հետնամասից, մառանի մոտից։ Թույլ ձայն, գրեթե շշուկ, որը կանչում էր իր անունը։ Մամ, ասաց նա բարձրաձայն, հետելով ձայնին։ Մամ, որտեղ ես։ Նա հասավ մի դռան, որը հազվադեպ էր բացում, այն դուռը, որը տանում էր դեպի հին հյուրասենյակ, որը նրանք երբեք չէին օգտագործում։ Երբ պտտեց բռնակը բացեց, այն, ինչ տեսավ, ստիպեց նրան քարանալ տեղում։ Անահիտն այնտեղ էր, հաշմանդամի սայլակում, այդ մութ ու խոնավ սենյակի մեջտեղում, այնքան նիհար ու գունատ, որ հազիվ թե նույն մարդուն նման լիներ։ Նրա հագուստը կեղտոտ էր, մազերը խառնված։
Նրա շուրջը միջավայրը նվաստացուցիչ էր, արժանապատվություն չկար, հիմնական խնամք չկար։ Աստված իմ, շշնջաց Արմենը, ձայնը խզվելով։ Մամ, ինչ է պատահել։ Ինչու ես այստեղ։ Անահիտը նայեց նրան, նրա աչքերում այնքան ցավ, այնքան ամոթ կար, որ Արմենը զգաց, թե ինչպես է սիրտը կտոր-կտոր լինում։ Արմեն, կարողացավ ասել նա, ձայնը խռպոտ։ Նա ինձ բերեց այստեղ։ Ասաց, որ ժամանակավոր է, բայց այդպես չէ։ Նա ինձ վատ է վերաբերվում, որդիս։ Խնդրում եմ, հավատա ինձ։ Արմենը ծնկի իջավ Սայլակի կողքին, ձեռքերը դողում էին, դիպչելով մոր դեմքին։ Օ, Լիլիթը։ Մամ, դա անհեթեթ է։ Լիլիթն ասաց, որ դու քո սենյակում ես, հանգստանում ես։ Դուռը բացվեց նրա հետում, Լիլիթը մտավ խնամքով փորձարկված զարմանքի արտահայտությամբ։ Արմեն, դու շուտ ես եկել։ Ես հենց գալիս էի տիկին Անահիտին ստուգելու։ Արմենը դանդաղ վեր կացավ, շրջվելով դեպի կինը։ Նրա ձայնը ցածր էր, վերահսկված, բայց դրա մեջ պողպատ կար։ Ինչ է կատարվում այստեղ, Լիլիթ։ Ինչու է մայրս այս սենյակում։ Ինչու է նա այս վիճակում։ Լիլիթը հառաչեց, հոգնածության արտահայտություն ընդունելով։ Արմեն, ես չէի ուզում քեզ անհանգստացնել։ Մայրդ շատ է վատացել։ Մտավոր շփոթությունը, ագրեսիվության դրվագները։ Բժիշկը խորհուրդ տվեց, որ նա մնա ավելի վերահսկվող միջավայրում, մինչ ծերաբույժի հետ հանդիպումը։ Դա նրա անվտանգության համար է։ Սուտ է, գոռաց Անահիտն իր ողջ ուժով։ Նա ստում է, Արմեն։ Նա ինձ հանեց իմ սենյակից, փակեց այստեղ, առանց ուտելիքի է թողնում, նվաստացնում է ինձ։ Խնդրում եմ, որդիս, հավատա ինձ։ Արմենը նայեց մորից կնոջը, միտքը վազում էր։ Ագրեսիվություն։ Վերահսկվող միջավայր։ Նա շուրջը նայեց խղճուկ սենյակին, մոր անմխիթար վիճակին։ Այդ ամենը ոչ մի կերպ չէր համապատասխանում Լիլիթի բացատրություններին։ Հենց այդ ժամանակ Նունեն հայտնվեց դռան մոտ, նրա դեմքը ցույց էր տալիս վճռականություն, խառնված վախի հետ։ Պարոն Արմեն, ասաց նա, ձայնը ամուր, չնայած դողին։ Ես պետք է խոսեմ ձեզ հետ։ Ես բաներ ունեմ, որ դուք պետք է իմանաք։ Լիլիթը շրջվեց դեպի Նունեն, աչքերը կայծկլտում էին։ Նունե, սա քո գործը չէ։ Վերադարձիր խոհանոց հիմա։ Բայց Նունեն մի քայլ առաջ արեց, ձեռքին պահելով փոքրիկ տետրը։ Ոչ, տիկին Լիլիթ։ Բավական է լռել։ Պարոն Արմեն, վերջին ամիսներին ես դիտել գրառել եմ ամեն ինչ։ Ինչպես տիկին Լիլիթը լիովին փոխվեց ձեր ամուսնությունից հետո։ Ինչպես է նա վատ վերաբերվում ձեր մորը, երբ դուք այստեղ չեք։ Ինչպես է նրան մեկուսացրել, կրճատել նրա սնունդը, նվաստացրել նրան։ Ես ունեմ ամսաթվեր, ժամեր, ամեն ինչ գրառված է այստեղ։ Նա մեկնեց տետրը Արմենին, ով այն վերցրեց դողացող ձեռքերով։ Մինչ նա թերթում էր էջերը, կարդալով Նունեի մանրակրկիտ գրառումները, ճշմարտությունը սկսեց ձևորվել նրա մտքում որպես սարսափելի գլուխկոտրուկ։ Ամսաթվերը համընկնում էին նրա ճամփորդությունների հետ։ Դիտարկումները մանրամասն էին, կոնկրետ, անհնար էր հորինել։ Լիլիթը փորձեց վերջին խաղաքարտը։ Արմեն, դու կհավատաս մի դժգոհ սպասուհու, իմ փոխարեն քո կնոջ։ Նա հավանաբար նախանձում է, ուզում է խնդիրներ ստեղծել մեր միջ։ Բայց Արմենն այլս նրան չէր նայում։ Նա նայում էր իր մորը, իսկապես տեսնելով նրան առաջին անգամ ամիսներ անց։ Կտրուկ քաշի կորուստը։ Խորս շրջանակները։ Վախի արտահայտությունը նրա աչքերում։ Ինչպես նա չէր նկատել նախկինում։ Ինչպես էր այդքան կույր եղել։ Դուրս արի այս տնից, ասաց նա Լիլիթին, ձայնը ցածր, բայց սփված զայրույթով լի։ Հիմա։ Լիլիթը թարթեց աչքերը, զարմացած։ Ինչ։ Արմեն, դու լուրջ չես կարող լինել։ Ես երբեք այսքան լուրջ չեմ եղել իմ կյանքում։ Ես ուզում եմ, որ դու 1 ժամվա ընթացքում դուրս լինես այս տնից։ Եվ կարող ես վստահ լինել, որ սա այսպես չի մնա։ Ես կխոսեմ իմ փաստաբանների հետ։ Կգնամ ոստիկանություն։ Դու կպատասխանես այն ամենի համար, ինչ արել ես։ Լիլիթի դեմքն այդ ժամանակ փոխվեց։ Քաղցրության դիմակը լիովին ընկավ, բացահայտելով այն մարդուն, ով նա իրականում էր։ Նրա աչքերը կոշտացան, բերանը ծամածրվեց ատելության ով։
Դու հիմար ես, Արմեն։ Ես կարող էի ունենալ ամեն ինչ։ Քո հարստությունը, քո ընկերությունը։ Ամեն ինչ։ Բայց դու պետք է ունենայիր այս անպետք ծեր կնոջը, որը խանգարում էր։ Բառերը թույնի պես էին, հաստատելով բոլոր ամենավատ վախերը։ Արմենը մի քայլ արեց դեպի նա հետ քաշվեց։ Դուրս, կրկնեց նա։ Նախքան ես մի բան կանեմ, որի համար կարող եմ զղջալ։ Լիլիթը վերջին անգամ նայեց Անահիտին, այդ հայացքում այնքան ատելություն կար, որ բոլորը հետ քաշվեցին։ Հետո նա շրջվեց դուրս եկավ սենյակից, նրա կրունկները արձագանքում էին միջանցքում։ Երբ նրա քայլերի ձայնը հեռացավ, Արմենը ծնկի իջավ մոր Սայլակի կողքին լաց եղավ։ Լաց եղավ այնպես, ինչպես չէր լացել մանկուց։ Մամ, ներիր ինձ։ Ներիր, որ չտեսա։ Որ չհավատացի։ Որ թույլ տվեցի, որ սա տեղի ունենա։ Անահիտը դողացող ձեռքերը դրեց որդու դեմքին, սրբելով նրա արցունքները։ Դու այստեղ ես հիմա, չշնջաց նա։ Դա է կարորը։ Նունեն նույնպես լաց էր լինում, թեթացումը խառնված շաբաթների հարկադիր լռության կուտակված ցավի հետ։ Պարոն Արմեն, մենք պետք է տիկին Անահիտին այստեղից հանենք։ Տանենք իսկական բժշկի մոտ։ Նրան խնամք է պետք։ Արմենը գլխով արեց, սրբելով դեմքը փորձելով իրեն հավաքել։ Դու ճիշտ ես։ Ես հիմա կզանգեմ հիվանդանոց։ Եվ նույն է, շնորհակալ եմ։ Եթե դու չլինեիր, ես երբեք չէի բացահայտի։ Դու փրկեցիր մորս։ Ես չէի կարող լուռ մնալ, պարոն։ Այն ամենից հետո, ինչ տեսա։ Տիկին Անահիտը միշտ լավ է եղել ինձ հետ։ Նա իմ ընտանիքն է։ Այդ գիշեր, մինչ սպասում էին շտապօգնության մեքենային, որը կտաներ Անահիտին պատշաճ հետազոտության, նրանք երեքով միասին մնացին այն սենյակում, որը բանտ էր եղել։ Եվ այնտեղ, մթության տառապանքի մեջ, նա հույս կար։ Որովհետև ճշմարտությունը վերջապես ջրի երես էր դուրս եկել։ Եվ դրա հետ վերսկսելու, բուժվելու, կոտրվածը վերականգնելու հնարավորությունը։ Լիլիթը լքեց առանձնատունն այդ գիշեր, բայց նրա ստվերը երկար ժամանակ կմնար։ Բուժման գործընթացը ֆիզիկական, հուզական, երկար ու դժվար կլիներ։ Բայց գոնե հիմա, Անահիտը, Արմենը Նունեն միասին կդիմակայեին դրան։ Որպես իսկական ընտանիք։ Միավորված ոչ միայն արյունով, այլ հաղթահարված դժվարությամբ այն սիրով, որը վերապրել էր հնարավոր ամենավատ փորձությունը։ Շտապօգնության մեքենան ժամանեց Արմենի զանգից 20 րոպե անց, նրա հետ եկավ բժշկական թիմ, որն անմիջապես սկսեց զննել Անահիտին։ Արմենը սրտի թրթիռով հետում էր ամեն ինչին, ուղեկցում բուժաշխատողների յուրաքանչյուր շարժմանը, լսում նրանց փոխանակած յուրաքանչյուր տեխնիկական բառը։ Ծանր թերսնուցում։ Ջրազրկում։ Հնարավոր պարկելախոցեր, անբավարար շարժունակության պատճառով։ Յուրաքանչյուր ախտորոշում դանակի հարված էր նրա սրտին, իր որպես որդի, ձախողման հիշեցում։ Նունեն ամբողջ ընթացքում Անահիտի կողքին էր, բռնել էր նրա ձեռքը, քաջալերական խոսքեր էր շշնջում։ Ամեն ինչ լավ կլինի հիմա, տիկին Անահիտ։ Մենք հոգ կտանենք ձեր մասին։ Այլս երբեք սա չեք ապրի։ Եվ Անահիտը հավատում էր, որովհետև ամիսներ անց առաջին անգամ նա մենակ չէր իր պայքարում։ Ընտրված հիվանդանոցը Էրեբունի բժշկական կենտրոնն էր, Երանի լավագույններից մեկը։ Արմենը ոչ մի ջանք ու միջոց չէր խնայի ապահովելու, որ իր մայրը ստանա հնարավոր լավագույն բուժումը։ Շտապօգնության մեքենայում ճանապարհին նա բռնել էր նրա ձեռքը, անընդհատ ներողություն էր խնդրում, խոստանում, որ այլս երբեք այդքան կույր, այդքան բացակա, այդքան անփույթ չի լինի։ Որդիս, ասաց Անահիտը թույլ, բայց ամուր ձայնով, դու մեղավոր չես։ Նա բոլորիս խաբեց։ Դա էր նրա գործը, խաբել, մանիպուլյացիայի ենթարկել։ Բայց հիմա վերջացավ։ Մենք պետք է առաջ շարժվենք։ Հիվանդանոցում առաջին օրերը լարված էին։ Անահիտը մի շարք հետազոտություններ անցավ, խորհրդակցեց մասնագետների հետ, բուժումներ ստացավ ամիսների անփութության պատճառած վնասները վերականգնելու համար։ Արմենը նրա կողքից չհեռացավ, տեղավորվեց հարակից սենյակում, չեղարկեց բոլոր հանդիպումները, պատասխանատվությունները պատվիրակեց ընկերությունում։ Տարիներ անց առաջին անգամ նրա գործերը երկրորդ պլան մղվեցին։ Նրա մայրն էր բացարձակ առաջնահերթությունը։ Նունեն ամեն օր այցելում էր, տնական ուտելիք էր բերում, երբ բժիշկները թույլատրում էին, տան նորություններով էր կիսվում, Անահիտին կապի մեջ պահում արտաքին աշխարհի հետ։
Երկու կանանց հարաբերությունները, որոնք միշտ փոխադարձ հարգանքի վրա էին հիմնված, խորացան, վերածվելով ավելի ամուր բանի։ Նրանք միասին դիմակայել էին չարիքին, ականատես էին եղել միմյանց քաջությանը, դա ստեղծել էր անխախտելի կապ։ Մինչ Անահիտը ֆիզիկապես վերականգնվում էր, Արմենը զբաղվում էր իրավական հարցերով։ Նրա փաստաբաններն անմիջապես ամուսնալուծության հայց ներկայացրին, ինչպես նա պաշտոնական բողոք ներկայացրին Լիլիթի դեմ, Անահիտի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի հետ կապված մի շարք հարցերով։ Գործընթացը երկար ու բարդ կլիներ, բայց Արմենը վճռական էր ապահովելու, որ Լիլիթը պատասխան տա իր արարքների համար։ Լիլիթը, իր հերթին, լուրջ չանհետացավ։ Նա փորձեց հակահարված տալ, պատմություններ տարածելով, թե Անահիտը խնդրահարույց սկեսուր է, Արմենը վերահսկող ամուսին, իսկ ինքը դավադրության զոհ։ Բայց ապացույցները ջնշող էին։ Նունեի գրառումները, Անահիտի բժշկական հետազոտությունները, տան մյուս աշխատակիցների ցուցմունքները, ովքեր ականատես էին եղել Լիլիթի վարքի փոփոխություններին։ Ճշմարտությունն անհերքելի էր։ Հոսպիտալացումից 3 շաբաթ անց Անահիտը դուրս գրվեց։ Նա դեռ փխրուն էր, դեռ շարունակական հսկողության կարիք ուներ, բայց բժիշկները հավաստիացնում էին, որ պատշաճ խնամքի ժամանակի դեպքում նա կվերականգնվի։ Կենտրոնի առանձնատուն վերադարձը հուզիչ էր։ Արմենը պնդել էր, որ ամեն ինչ անձամբ պատրաստի։ Այն սարսափելի սենյակը, որտեղ Անահիտին պահել էին, ամբողջությամբ վերանորոգվեց, վերածվելով օգտակար հյուրընկալ մի բանի։ Նրա հին սենյակը, նրա իսկական սենյակը, վերականգնվեց ճիշտ այնպես, ինչպես նախկինում էր, որոշ բարելավումներով, այն էլ ավելի հարմարավետ հասանելի դարձնելու համար։ Երբ նրանք մտան գլխավոր մուտքով, Նունեն սպասում էր հյուրասենյակում փայլուն ժպիտով։ Բարի վերադարձ տուն, տիկին Անահիտ։ Իսկապես այս անգամ։ Անահիտը շուրջը նայեց, այն պատերին, որոնք ժամանակին իր բանտն էին եղել, բայց որոնք այժմ նորից իր տունն էին դառնում։ Արցունքները հոսեցին նրա դեմքով, բայց դրանք թեթացման, երախտագիտության, նոր սկզբի արցունքներ էին։ Շնորհակալ եմ, Նունե։ Շնորհակալ եմ, որ ինձնից հույսս չկտրեցիր։ Ես երբեք ձեզնից հույսս չէի կտրի, պատասխանեց Նունեն, զգուշորեն գրկելով նրան։ Առաջին ամիսները հարմարվելու վերականգնման ամիսներ էին։ Արմենն իր կյանքում արմատական փոփոխություններ կատարեց։ Նա իր ընկերություններում իրավասու մենեջերների նշանակեց ավելի բարձր պաշտոնների, կտրուկ կրճատեց իր ճամփորդությունները, ներդրեց մի համակարգ, որը թույլ էր տալիս նրան աշխատել տնից մեծ մասամբ։ Նա ամենացավոտ ձով հասկացել էր, որ մասնագիտական հաջողությունն առանց ընտանեկան ներկայության դատարկ է անիմաստ։ Նա Անահիտը նոր առօրյա հաստատեցին։ Ամեն առավոտ միասին նախաճաշում էին, զրուցում ամեն ինչից ոչնչից, վերականգնում կորցրած ժամանակը։ Ցերեկը, երբ եղանակը թույլ էր տալիս, Արմենն Անահիտին տանում էր զբոսանքի այգում, երբեմն կարդում էր նրա համար, երբեմն պարզապես լուռ վայելում միմյանց ընկերակցությունը։ Երեկոյան միասին ընթրում էին, կիսվելով օրվա փորձառություններով։ Նունեն նույնպես ծաղկեց այս նոր միջավայրում։ Առանց վախի անզորության բեռի, որը նա կրել էր ամիսներ շարունակ, նա նորից դարձավ այն ուրախ մայրական կինը, որը միշտ եղել էր։ Արմենը, գնահատելով նրա հավատարմությունն ու քաջությունը, զգալիորեն բարձրացրեց նրա աշխատավարձը, կրթական հիմնադրամ ստեղծեց նրա երեխաների համար։ Ոչ թե որպես վարձատրություն նրա արածի համար, այլ որովհետև դա ճիշտ էր, որովհետև նա ընտանիք էր։ Անահիտը իր հերթին սկսեց բուժման մի ճանապարհ, որը դուրս էր ֆիզիկականից։ Նա սկսեց հոգեթերապիայի գնալ, աշխատելով իր ապրած տրավմայի վրա, մշակելով դավաճանության, վախի խոցելիության զգացմունքները։ Դա դժվար, երբեմն ցավոտ աշխատանք էր, բայց անհրաժեշտ։ Նա հայտնաբերեց, որ ուժ կա իր փխրունությունը ճանաչելու մեջ, որ օգնություն խնդրելը թուլություն չէ, որ գոյատելը բավարար չէ, երբ կարելի է իսկապես ապրել։ Ժամանակի ընթացքում Անահիտը սկսեց զգալ, որ ուզում է իր փորձով ինչ-որ նշանակալի բան անել։ Չէր ուզում, որ իր տառապանքն իզուր լինի։ Այդպես ծնվեց խոցելի իրավիճակներում գտնվող այլ մարդկանց հետ աշխատելու գաղափարը։ Արմենն օգնեց նրան կապ հաստատել Երանի հարավային մասում գտնվող ծերերի աջակցության կենտրոնի հետ, մի վայր, որն օգնություն էր առաջարկում մարդկանց, ովքեր տուժել էին լքվածությունից, ամփոփությունից կամ ոչ պատշաճ վերաբերմունքի այլ ծերից։ Անահիտը սկսեց շաբաթական այցելել կենտրոն, իր պատմությունը կիսելով փոքր խմբերի հետ։ Սկզբում դժվար էր վերապրել այդ պահերը, բայց նա հայտնաբերեց, որ ուժ կա իր ցավը կառուցողական բանի վերածելու մեջ։ Մարդիկ լսում էին, նույնանում, հույս գտնում նրա վերականգնման մեջ։ Եթե նա կարողացել էր հաղթահարել, նրանք նույնպես կարող էին։
Ժամանակի ընթացքում Անահիտի ներգրավվածությունը կենտրոնի հետ աճեց։ Նա ոչ միայն կիսվում էր իր պատմությամբ, այլ գործնական աջակցություն էր առաջարկում։ Օգնում էր միջոցառումներ կազմակերպել, դրամահավաք անել, կամավորներին մարզել։ Նա նորացված նպատակ գտավ, ամեն առավոտ արթնանալու պատճառ, որը դուրս էր իր սեփական վերականգնումից։ Նունեն, ոգեշնչված Անահիտի ուժով, նույնպես որոշեց փոփոխություն կատարել իր կյանքում։ Նա միշտ երազել էր բուժքույր դառնալու մասին, մի երազանք, որը լքվել էր տասնամյակներ առաջ հանգամանքների պարտականությունների պատճառով։ Արմենը, իմանալով այդ մասին, առաջարկեց հովանավորել նրա ուսումը։ Սկզբում Նունեն հրաժարվեց, ասելով, որ արդեն չափազանց մեծ է, որ չափազանց շատ պարտականություններ ունի։ Բայց Անահիտը համոզեց նրան, որ երբեք ուշ չէ երազանքների հետից գնալ, որ նա արժանի է ներդրում կատարել իր մեջ։ Այսպիսով, 53 տարեկանում Նունեն ընդունվեց բուժքույրական քոլեջ։ Սովորում էր գիշերները, տան իր պարտականություններից հետո, հանգստյան օրերին։ Դա հոգնեցուցիչ էր, դժվար, բայց նա խորապես գոհացուցիչ։ Նա հայտնաբերեց, որ տաղանդ ունի բժշկական խնամքի համար, որ Անահիտին խնամելու իր տասնամյակների փորձը նրան տվել էր գործնական գիտելիքների ամուր հիմք, որն այժմ լրացնում էր տեսությամբ։ Արմենը, դիտելով իր մոր Նունեի փոխակերպումները, նույնպես իր սեփական ճանապարհորդությունն արեց։ Նա սկսեց հոգեթերապիայի գնալ, մշակելու իր մեղքի զգացումը, հասկանալու, թե ինչպես էր այդքան հեշտությամբ մանիպուլյացիայի ենթարկվել, սովորելու ճանաչել մանիպուլյացիայի նշանները ապագայում։ Նա սովորեց իր սեփական խոցելիությունների մասին, թե ինչպես էր իր մորը երջանիկ տեսնելու ցանկությունը նրան կուրացրել իրականության նկատմամբ, թե ինչպես էր իր բացակայությունը ստեղծել կատարյալ միջավայր, որպեսզի Լիլիթը գործեր։ Ամուսնալուծության գործընթացն ավարտվեց ճշմարտության բացահայտումից 6 ամիս անց։ Լիլիթը ոչ մի նշանակալի ֆինանսական փոխհատուցում չստացավ ամուսնության կարճատության նրանց բաժանման հանգամանքների պատճառով։ Նա փորձեց բողոքարկել, բայց դատարանները հստակ էին։ Նրա դեմ ապացույցները վերջնական էին։ Ի վերջո նա լքեց երանը, լուրեր էին պտտվում, որ տեղափոխվել է Գյումրի, բայց Արմենին դա չէր հետաքրքրում։ Նա անցյալ էր, նա կենտրոնացած էր ներկայի ապագայի վրա։ Այն ճակատագրական գիշերվանից 1 տարի անց, երբ ճշմարտությունը ջրի երես դուրս եկավ, կենտրոնի առանձնատունը լիովին փոխակերպված վայր էր։ Ոչ թե իր ֆիզիկական կառուցվածքով, այլ իր էությամբ։ Այնտեղ, որտեղ նախկինում կատարելության տեսքը քողարկում էր փտումը, այժմ իսկություն կար, նույնիսկ երբ անկատար։ Այնտեղ, որտեղ գաղտնիքներով լի լռություն էր, այժմ բաց ազնիվ զրույցներ էին։ Այնտեղ, որտեղ մեկուսացում էր, այժմ համայնք էր։ Անահիտը, ով վերականգնել էր կորցրած քաշի գրեթե ամբողջը իր կենսունակության մեծ մասը, նստած էր այգում մի արոտ շաբաթ օր։ Նրա շուրջը ոչ միայն Արմենն ու Նունեն էին, այլ Նունեի երեխաները, ովքեր եկել էին ընտանեկան ճաշի։ Ծիծաղ կար, աշխույժ զրույցներ, համեղ ուտելիքի հոտ, որը գալիս էր մանգալից, որը Արմենը պնդել էր անձամբ վառել։ Նունեն, ով այժմ իր ժամանակը բաժանում էր տանը աշխատելու բուժքույրական ուսման միջ, փայլում էր։ Նա զվարճալի պատմություններ էր պատմում իր դասերից, նմանակում դասախոսներին, բողոքում դժվար քննություններից, բայց նրա աչքերը փայլում էին մի լույսով, որը նախկինում չկար։ Դա այն մարդու լույսն էր, ով իրականացնում էր վաղուց քնած երազանքները։ Արմենը, բոլորի համար խմիչքներ մատուցելով, կանգ առավ մոր Սայլակի կողքին։ «Ինչպե՞ս ես քեզ զգում, մամ», հարցրեց նա, նուրբ ձեռքը դնելով նրա ուսին։ Անահիտը շուրջը նայեց, այդ իսկական ընտանիքի, իրական ուրախության, առանց դիմակների սիրո տեսարանին։ «Երջանիկ եմ, որդիս։ Իսկապես երջանիկ։ Եվ գիտես, այն ամենից հետո, ինչ մենք անցանք, մի կարևոր բան սովորեցինք»։ «Ինչ, մամ»։ Որ կատարելությունը վտանգավոր պատրանք է։ Որ սպիները թուլության նշաններ չեն, այլ գոյատման։ Որ ընտանիքը ոչ միայն արյան կապերի մասին է, այլ նրա, թե ով է քո կողքին մնում փոթորիկների ժամանակ։ Եվ որ միշտ վերսկսելու հույս կա։ Արմենը ծնկի իջավ նրա կողքին, բռնելով նրա ձեռքը։ Դու ինձ դա սովորեցրիր, մամ։ Քո ուժը ներելու, առաջ շարժվելու քո կարողությունը։ Դու ամենաուժեղ մարդն ես, ում ես ճանաչում եմ։ Անահիտը ժպտաց, սեղմելով որդու ձեռքը։ Մենք ենք ուժեղ, Արմեն։ Մենք բոլորս։ Ես, դու, Նունեն։ Եվ մենք ավելի ուժեղ ենք միասին։
Երբ երեկոն մոտենում էր արը սկսում էր մայր մտնել երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով, Անահիտը մտածում էր այն ամենի մասին, ինչ նրանք անցել էին. դավաճանությունը, տառապանքը, վախը, բայց նա բացահայտումը, արդարությունը, բուժումը։ Դա մութ գլուխներով պատմություն էր, բայց որն այժմ վերագրվում էր լույսով։ Նա երբեմն մտածում էր Լիլիթի մասին։ Ոչ թե ատելությամբ, թե զայրույթը դեռ ինչ-որ խորը տեղում գոյություն ուներ, այլ հիմնականում մի տեսակ խղճահարությամբ։ Լիլիթը կորցրել էր ամեն ինչ հարստության իշխանության իր որոնումներում։ Կորցրել էր իրական ընտանիքի մաս լինելու, իսկական սեր ճանաչելու, ինչ-որ նշանակալի բան կառուցելու հնարավորությունը։ Նա ընտրել էր դիմակը իսկության փոխարեն, վերջում մնացել էր ոչնչով։ Անահիտը մյուս կողմից, չնայած այն ամենին, ինչ ժամանակավորապես կորցրել էր, շատ ավելին էր վերադարձրել։ Վերադարձրել էր իր որդու մշտական ներկայությունը։ Ձեռք էր բերել խորը իսկական ընկերություն Նունեի հետ։ Ձեռք էր բերել նորացված նպատակ իր կամավորական աշխատանքի միջոցով։ Ձեռք էր բերել այն համոզմունքը, որ ավելի ուժեղ է, քան պատկերացնում էր։ Մի քանի ամիս անց, պարզ, բայց հուզիչ արարողության ժամանակ, Նունեն ստացավ իր բուժքրոջ վկայականը։ Անահիտն ու Արմենն առաջին շարքում էին, ոգորությամբ ծափահարում էին, երբ նա բարձրացավ բեմ, իր դիպլոմը ստանալու համար։ Արմենն առաջարկել էր օգնել նրան աշխատանք գտնել հեղինակավոր հիվանդանոցում, բայց Նունեն այլ ճանապարհ էր ընտրել։ Ես ուզում եմ աշխատել այն կենտրոնում, որտեղ տիկին Անահիտը կամավոր է, հայտարարել էր նա։ Այդ մարդիկ ոչ միայն բժշկական խնամքի կարիք ունեն, այլ մեկի, ով հասկանում է, թե ինչի միջով են նրանք անցնում։ Եվ ես հասկանում եմ։ Ես դա ապրել եմ տիկին Անահիտի կողքին։ Եվ նա այդպես էլ արեց։ Նունեն դարձավ ծերերի աջակցության կենտրոնի թիմի մի մասը, բերելով ոչ միայն իր տեխնիկական հմտությունները, այլ իր կարեկցանքը, իր փորձը, ֆիզիկական ախտանիշներից այն կողմ տեսնելու իր կարողությունը, տեսնելու այն հուզական ցավը, որը հաճախ ուղեկցում էր խոցելիության իրավիճակներին։ Անահիտը շարունակեց իր կամավորական աշխատանքը նորացված եռանդով։ Նա դարձավ հայտնի դեմք կենտրոնում, հաշմանդամի սայլակով տիկինը, ով միշտ քաջալերական խոսք, հույսի պատմություն, ջերմ գրկախառնություն ուներ։ Կենտրոնով անցնող շատ մարդիկ ասում էին, որ Անահիտի հետ զրուցելը փոխակերպող է, որ նա ստիպում է նրանց հավատալ, որ հնարավոր է վերականգնվել աղետից հետո։ Արմենը, տեսնելով իր մոր աշխատանքի ազդեցությունը, որոշեց ավելին անել։ Նա հիմնադրամ ստեղծեց Անահիտի անունով, նվիրված աջակցելու խոցելի իրավիճակում գտնվող ծերերի աջակցության կենտրոններին ամբողջ Հայաստանում։ Հիմնադրամն առաջարկում էր ֆինանսական ռեսուրսներ, մասնագետների վերապատրաստում, այցելությունների ծրագրեր, ամեն ինչ նախագծված ապահովելու, որ ոչ մի ծեր մարդ ստիպված չլինի լուր տառապել, ինչպես տառապել էր Անահիտը։ Հիմնադրամի բացման արարողությանը Անահիտին հրավիրեցին ելույթ ունենալու։ Նա բարձրացավ բեմ իր հաշմանդամի սայլակով, նայեց առողջապահության մասնագետների, սոցիալական աշխատողների, կամավորների համայնքի անդամների լսարանին, կիսվեց իր պատմությամբ։ Մանրամասներ չխնայեց։ Խոսեց մանիպուլյացիայի, մեկուսացման, վախի մասին։ Բայց նա խոսեց Նունեի քաջության, Արմենի սիրո, իր սեփական դիմացկունության մասին։ Երբ նա ավարտեց, դահլիճում չոր աչքեր չկային։ Որոշ մարդիկ հետո մոտեցան նրան, կիսվելով իրենց սեփական պատմություններով, երախտագիտություն հայտնելով բացահայտ խոսելու իր քաջության համար։ Անահիտը հասկացավ, որ իր պատմությունը եզակի չէ, որ անթիվ այլ Անահիտներ կան, որ իր փորձով կիսվելով նա ձայն էր տալիս նրանց։ Տարիներն անցան, կենտրոնի առանձնատան կյանքը հաստատվեց հարմարավետ նշանակալի ռիթմով։ Այն կատարյալ չէր, որովհետև կատարելությունը, ինչպես Անահիտը սովորել էր, պատրանք էր։ Դժվար օրեր կային, պահեր, երբ անցյալի հիշողությունները վերադառնում էին, ցավ էին բերում։ Երբեմն վեճեր կային, համատեղ կյանքի սովորական հիասթափություններ։ Բայց կար նա սեր, հարգանք, բաց հաղորդակցություն, վերականգնված վստահության ամուր հիմք։ Արմենը ի վերջո նորից սկսեց հանդիպել, բայց այս անգամ ոտքերը գետնին, աչքերը լայն բաց։ Նա զգույշ էր, դանդաղ էր առաջ գնում, միշտ ներառում էր Անահիտին գործընթացում։ Ոչ մի անակնկալ, ոչ մի հապճեպ որոշում։ Եվ Անահիտը իր հերթին աջակցում էր առանց ճնշելու, իր կարծիքն էր առաջարկում, երբ խնդրում էին, բայց հարգում էր իր որդու ընտրությունները։ Նունեն ստեղծեց իր սեփական ընտանիքը բառի ամենալայն իմաստով։ Նրա երեխաները հաջողության հասան, շնորհիվ իրենց ստացած կրթական աջակցության։ Ավագը ավարտեց որպես ինժեներ, միջնեկը՝ կառավարիչ, իսկ կրտսերը բժշկություն էր սովորում։
Նրանք պարբերաբար այցելում էին, Անահիտին վերաբերվում էին որպես տատիկ, Արմենին անվանում էին քեռի։ Տունը միշտ լի էր կյանքով, ձայներով, սիրով։ Մի հատկապես նշանակալի օր, ճշմարտության բացահայտումից 3 տարի անց, Անահիտը նստած էր այգում աջակցության կենտրոնից եկած այցելուների մի խմբի հետ։ Նա նրանց հրավիրել էր տունը տեսնելու, ցույց տալու, որ վերականգնումը հնարավոր է, որ տունը կարող է բանտից վերածվել սրբավայրի։ Մինչ նա մեկ անգամ կիսվում էր իր պատմությամբ, նա հասկացավ, որ այլս ցավ չի զգում անցյալի մասին խոսելիս։ Զգում էր միայն կատարված նպատակի զգացում, տրավմայի, որը վերածվել էր օգնության գործիքի։ Այցելուներից մեկը, Անուշ անունով մի տիկին, ով վերջերս նմանատիպ իրավիճակից էր դուրս եկել, բռնեց Անահիտի ձեռքը արցունքն աչքերին ասաց. «Շնորհակալ եմ, որ ինձ ցույց տվեցիք, որ հնարավոր է գոյատել։ Որ հնարավոր է ոչ միայն ապրել, այլ լավ ապրել նման բանից հետո»։ Անահիտը սեղմեց նրա ձեռքը։ «Ոչ միայն հնարավոր է, սիրելիս, դա քո իրավունքն է։ Դու արժանի ես անվտանգության, արժանապատվության, սիրո։ Երբեք մի մոռացիր դա»։ Երբ Արն այդ օրը մայր մտավ, այգին ներկելով ոսկեգույն երանգներով, Անահիտը մտածում էր այն ճանապարհի մասին, որն անցել էր։ Զոհից, վերապրողի, ապա պաշտպանի։ Մեկուսացվածից, կապվածի, ապա ուրիշների մեջ կապի կատալիզատորի։ Կոտրվածից, բուժվածի, ապա ուրիշներին բուժողի։ Դա հեշտ ճանապարհ չէր, սպիները կմնային ընդմիշտ։ Բայց այդ սպիներն այժմ պատմում էին ուժի, ոչ թե թուլության պատմություն։ Հաղթանակի, ոչ թե պարտության պատմություն։ Արմենը միացավ նրան այգում, երբ այցելուները հեռացան։ Նա նստեց խոտերի վրա, նրա սայլակի կողքին, մի բան, որ հաճախ էր անում, նախընտրելով լինել նրա մակարդակին, քան վերում։ «Մամ», ասաց նա մեղմորեն, «ես մտածում էի։ Կարծում եմ, ես երբեք քեզ պատշաճ կերպով շնորհակալություն չեմ հայտնել այն բանի համար, ինչ դու արեցիր ինձ համար»։ Անահիտը կնճռոտեց ճակատը, շփոթված։ «Ես ինչ եմ արել քեզ համար։ Դու էիր, որ փրկեցիր ինձ»։ Արմենը գլխով բացասական շարժում արեց։ «Ոչ, մամ։ Դու փրկեցիր ինձ։ Փրկեցիր ինձ մակերեսային կյանքից։ Ինձ սովորեցրիր, քո փորձի միջոցով, թե ինչն է իսկապես կարևոր։ Ինձ ցույց տվեցիր, որ ուժը ոչ թե իշխանության կամ փողի մեջ է, այլ բնավորության։ Ինձ երկրորդ հնարավորություն տվեցիր լինելու այն որդին, որին դու միշտ արժանի ես եղել»։ Անահիտը խոնարհվեց, համբուրեց նրա ճակատը։ «Մենք իրար փրկեցինք, որդիս։ Եվ շարունակում ենք փրկել իրար ամեն օր։ Ընտանիքը դա է անում»։ Երբ գիշերն իջավ կենտրոնի վրա, այն առանձնատան վրա, որը ժամանակին այնքան մթության բեմ էր եղել, բայց որն այժմ լույս էր ճառագում, Անահիտը գիտեր, որ նրանք հասել են մի թանկարժեք բանի։ Ոչ թե այն կատարելությանը, որը սկզբում կարծես թե բնակվում էր այդ պատերում, այլ շատ ավելի արժեքավոր մի բանի։ Իսկության, դիմացկունության, փորձված ապացուցված իսկական սիրո։ Եվ այն բացարձակ համոզմունքին, որ անկախ նրանից, թե ինչ կբերի ապագան, նրանք միասին կդիմակայեն դրան։ Որպես ընտանիք։ Որպես վերապրողներ։ Որպես հաղթողներ։ Անահիտի, Արմենի Նունեի պատմությունը հայտնի դարձավ Երանի համայնքում։ Ոչ թե սենսացիոն մանրամասներով, այլ այն հույսի ուղերձով, որը կրում էր։ Տեղական թերթերը գրեցին հիմնադրամի մասին։ Ռադիոհաղորդումները հրավիրեցին Անահիտին հարցազրույցների։ Եվ միշտ նա օգտագործում էր այդ հարթակները ոչ թե իր ցավի, այլ իր բուժման մասին խոսելու համար։ Ոչ թե Լիլիթի, այլ Նունեի մասին։ Ոչ թե դավաճանության, այլ հավատարմության մասին։ Ոչ թե աշխարհում գոյություն ունեցող չարիքի, այլ այն բարու մասին, որը կարող է հաղթահարել այն։ Եվ այսպես, կենտրոնի առանձնատունը մնաց։ Այլս ոչ թե կատարյալ տեսքի հուշարձան, այլ իսկական անկատարության վկայություն։ Մի վայր, որտեղ սպիները պատվում էին, որտեղ խոցելիությունը ուժ էր, որտեղ ընտանիքը սահմանվում էր ոչ թե արյունով կամ օրենքով, այլ գործով դրսևորված սիրով։ Մի վայր, որտեղ կատարելության ստվերը փոխարինվել էր ճշմարտության լույսով։ Եվ այդ լույսը փայլում էր ոչ միայն նրանց համար, ովքեր բնակվում էին նրա պատերում, այլ բոլորի համար, ովքեր գալիս էին հույս փնտրելու, ապացույց, որ հնարավոր է վերականգնել, վերագտնել, հաղթանակ տանել նույնիսկ ամենամութ հանգամանքների նկատմամբ։